Նա մտածում էր, որ վերելակում այն համբույրը պարզապես պատահականություն կլիներ, մինչ չհայտնաբերեց, որ նա իր նոր ղեկավարն է, որ ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Եթե սիրում եք նման պատմություններ, բաժանորդագրվեք այս ալիքին, մենք ամեն օր հրապարակում ենք, շարունակենք։ Նոյեմբերյան արը խարան էր խփում Երանի ասֆալտին այն շաբաթ առավոտյան։ Լուիզա Մենդոնսան կարգավորեց իր արային ակնոցը, մինչ նայում էր իր առջ վեր խոյացող ապակե պողպատե տպավորիչ աշտարակին։ Արարատ համալիրը իր 40 փայլուն հարկերով լիովին տարբերվում էր այն թաղամասից, որտեղ նա ապրում էր, Երանի ծայրամասում։ Նաս մեկ անգամ ստուգեց հեռախոսը, վերընթերցելով Կարինա Թավարեսի հաղորդագրությունը։ Լու, օգնիր։ Սարսափելի գրիպ եմ բռնել, երկուշաբթի օրվա համար շնորհանդեսը պետք է ավարտեմ։ Իմ ֆլեշ գրիչը մնացել է դարակում։ Կարող ես վերցնել ինձ համար։ Պարզապես խոսիր պահակախմբի հետ։ 28 հրթհարկ, 2804 սենյակ։ Այսօր այնտեղ ոչ ոք չկա, բայց նա թույլ կտա քեզ բարձրանալ։ Քեզ պարտքեմ։ Լուիզան հառաչեց, ձեռքը տանելով իր գանգուր մազերով, որոնք հավաքված էին անկանոն ձիգ պոչի մեջ։ 26 տարեկանում Երանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի նորավարտ շրջանավարտ, տարիներ շարունակ համատեղելով ուսումն ու աշխատանքը, նա վերջապես երկուշաբթի օրը կսկսեր իր առաջին պաշտոնական աշխատանքը իրական ընկերությունում։ Արաքս հոլդինգը ցանկացած ընկերություն չէր։ Այն երկրի ամենամեծ հոլդինգներից մեկն էր, գրասենյակներով 3 մայրցամաքներում այնքան խիստ ընտրության գործընթացով, որ երբ նա ստացավ հաստատման լուրը, լաց էր լինում, գրկած իր մորը, տնային տնտեսուհուն, ով 3 երեխա էր մեծացրել մենակ Գյումրիի Բելա Վիստա թաղամասում։ Այժմ, հագած պարզ ջինսեր սպիտակ շապիկ, նա իրեն անտեղի էր զգում պտտվող դռների նախասրահի ներմուծված մարմարի մեջ։ Նա մոտեցավ ընդունարանին, որտեղ միջին տարիքի մի կին հետաքրքրությամբ նայում էր նրան։ Բարի առավոտ։ Ես եկել եմ 2804 սենյակից Կարինա Թավարեսի համար նյութ վերցնելու։ Նա այսօր հիվանդ է, աշխատում է իրավաբանական բաժնում։ Ընդունարանի աշխատակցուհին, ում անունը Էլեն գրված էր կրծքանշանին, մեխանիկորեն ժպտաց ինչ-որ բան ստուգեց համակարգում։ Կարինա Թավարես, այո։ Նա զանգահարել էր, տեղեկացնելով, որ ինչ-որ մեկը կգա։ Խնդրում եմ, ձեր փաստաթուղթը։ Այցելուի ձաթուղթը լրացնելուց ժամանակավոր կրծքանշան ստանալուց հետո Լուիզան ուղեկցվեց դեպի վերելակները։ Պահակը ցույց տվեց գործադիր վերելակը, որը նախատեսված էր վերին հարկերի համար։ Օգտագործեք սա, այն ավելի արագ է։ Սպասելիս Լուիզան անուշադիր դիտում էր գրեթե դատարկ նախասրահը։ Շաբաթ, առավոտյան 10-ը, տեղն ասես ֆիլմի դեկորացիա լիներ, անձնական ցուրտ, չնայած իր շքեղությանը։ Մեղմ ձայնը ցույց տվեց վերելակի ժամանումը։ Դռները բացվեցին, նա ներս մտավ, սեղմելով 28-րդ հարկի կոճակը։ Երբ դռները գրեթե փակվում էին, մի տղամարդու ձեռքը կանգնեցրեց դրանք։ Մի տղամարդ շտապ ներս մտավ, արձակելով թանկարժեք բույր, որն անմիջապես լցրեց փոքրիկ տարածքը։ Նա բարձրահասակ էր, լայն ուսերով, ինչն ընդգծվում էր անթերի կտրված մուգ կապույտ բլեյզերով։ Առանց ուղղակիորեն նայելու նրան, նա սեղմեց 35-րդ հարկի կոճակը, կանգնեց հակառակ անկյունում, ստուգելով հաղորդագրությունները հեռախոսում։ Լուիզան նրան դիտում էր կողային հայելու արտացոլանքի միջոցով։ Սմազեր, կողքերից կարճ կտրված, վերից ավելի երկար, անխնամ մորուք, որը կարծես մանրակրկիտ պլանավորված լիներ, աչքերը կենտրոնացած հեռախոսի էկրանին։ Նա 35-ից ավելի չպետք է լիներ, բայց կրում էր մեկի աուրան, ով ղեկավարում էր լեփ-լեցուն սենյակներ, առանց ձայնը բարձրացնելու կարիքի։ Թին փայլում էր աննկատ, բայց ակնհայտորեն թանկարժեք ժամացույց։ Վերելակն անձայն բարձրացավ մինչ 12-րդ հարկ, երբ կտրուկ ցնցումը նրանց անհավասարակշիռ դարձրեց։ Լույսերը 3 անգամ թարթեցին, նախքան ավելի թույլ, արտակարգ լույսի մեջ կայունանալը։ Վերելակը կանգնել էր։ Տղամարդն առաջին անգամ բարձրացրեց հայացքը հեռախոսից, հոնքերը կիտելով։ Ինչ անիծյալ բան է, մրմնջաց նա, մոտենալով վահանակին, սեղմելով արտակարգ իրավիճակի կոճակը։ Մետաղական ձայնը հայտարարեց. Խնդրում ենք պահպանել հանգստություն։ Անվտանգության համակարգը անկայունություն է հայտնաբերել։ Մեր տեխնիկներն արդեն կանչվել են։ Լուիզան սիրտը սառեց։ Խցանված վերելակները նրա մանկության մղձավանջն էին, երբ նա գրեթե 1 ժամ մնացել էր մոր աշխատավայրի շենքի կոտրված վերելակում։ Դուք լավ եք։ Խորը ձայնը նրան հետ բերեց իրականություն։
Տղամարդը նրան դիտում էր քննող հայացքով։ Այո, պարզապես փակ տարածքների սիրահար չեմ, պատասխանեց նա, փորձելով անփույթ թվալ։ Նա գլխով արեց փորձեց զանգել, բայց ազդանշան չկար։ Ազդանշան չկա։ Բնորոշ է այսպիսի զրահապատ շինություններին։ Նա հեռախոսը դրեց գրպանը, նայեց ժամացույցին։ Մի անհանգստացեք, նման շենքերում արձանագրությունները արդյունավետ են։ Առավելագույնը 15-20 րոպեում կլուծեն։ Լուիզան գլխով արեց, շնորհակալ լինելով հանգստացնելու փորձի համար։ Անհարմար լռություն տիրեց, որը խախտվում էր միայն արտակարգ համակարգի թույլ ձայնից։ Ռաֆայել Մորեյրա, հանկարծ ասաց նա, ձեռքը մեկնելով։ Լուիզա Մենդոնսա, պատասխանեց նա, սեղմելով մեկնված ձեռքը։ Կարճ հպումը նուրբ էլեկտրական հոսանք առաջացրեց, որը նա նախընտրեց անտեսել։ Դուք այստեղ աշխատում եք նույնիսկ շաբաթ օրերին։ Նրա դեմքին կես ժպիտ հայտնվեց, բացահայտելով աջ կողմի աննկատ փոսիկը։ Կախված է նրանից, թե ինչ եք համարում աշխատանք։ Ես եկել եմ մի քանի փաստաթուղթ վերցնելու, որոնք պետք է վերանայեմ երկուշաբթի օրվա համար։ Իսկ դուք… Չեմ հիշում, որ ձեզ այստեղ տեսած լինեմ։ Եվ չեք էլ տեսել։ Ես եկել եմ իմ հիվանդ ընկերուհու համար ֆլեշ կրիչ վերցնելու։ Նա աշխատում է իրավաբանական բաժնում։ Նրա ժպիտը թեթակի ընդլայնվեց։ Իրավաբանական բաժնում… Հետաքրքիր է։ Ես այնտեղ գրեթե բոլորին ճանաչում եմ։ Ինչ է նրա անունը։ Կարինա Թավարես։ Կարինա։ Իհարկե։ Արդյունավետ է, չնայած իմ ճաշակով մի փոքր անհանգիստ։ Նա դեղագործական ընկերության միաձուլման գործի վրա է, չէ՞։ Լուիզան ուսերը թոթվեց։ Գաղափար չունեմ։ Մենք համալսարանից ընկերներ ենք, աշխատանքի մասին շատ չենք խոսում։ 10 րոպե անցավ, վերելակը չաշխատեց։ Լուիզան սկսեց անհանգստանալ, քայլելով փակ տարածքում։ Ռաֆայելը նրան դիտում էր աճող հետաքրքրությամբ։ Առաջին անգամ եք վերելակում մնացել, հարցրեց նա հենվելով պատին։ Երկրորդ անգամ, իրականում։ Առաջինը 8 տարեկանում էր։ 1 ժամ լաց էի լինում օգնություն կանչում։ Մայրս ինձնից ավելի էր տրավմայի ենթարկվել։ Նա ծիծաղեց, մի անկեղծ ձայն, որը մեղմացրեց նրա դեմքի գծերը։ 8 տարեկանում ես էլ կանցնեի խուճապի։ 34 տարեկանում ես սովորեցի, որ խուճապը հազվադեպ է ինչ-որ բան լուծում։ 34… Կարծում էի, որ ավելի մեծ եք։ Նա հոնքերը բարձրացրեց։ Սա պետք է որպես հաճոյախոսություն ընդունեմ, թե… Վիրավորանք։ Պարզապես դիտարկում։ Դուք ունեք այդ հեղինակության աուրան։ Այն սովորաբար գալիս է տարիքի հետ։ Կամ չափազանց շատ պատասխանատվության հետ, շատ վաղ, պատասխանեց նա, դառնության մի երանգ կարճ ժամանակով ներկեց նրա ձայնը։ Վերելակս մեկ ցնցում տվեց, ստիպելով նրան սայթաքել։ Բնազդաբար, Ռաֆայելը նրան բռնեց թից, ընկնելուց խուսափելու համար։ Հպումը, շապիկի բարակ գործվածքի միջոցով, կարծես այրեց նրա մաշկը։ Շնորհակալություն, մրմնջաց նա, նուրբ շարժվելով հեռու, երբ վերականգնեց հավասարակշռությունը։ Խնդրեմ։ Նա մի պահ ուսումնասիրեց նրան։ Դուք Երանից եք։ Ծնված մեծացած։ Նորքի թաղամասից։ Նրա հայացքում ինչ-որ բան փոխվեց, զարմանք, թերս։ Երկար ճանապարհ է մինչ այստեղ։ Մի քանի իմաստով, պատասխանեց նա, ձայնում թաքնված մարտահրավեր։ 20 րոպեն վերածվեց 30-ի։ Օդը սկսեց խեղդող դառնալ, Լուիզան հանեց իր բարակ բաճկոնը, բացահայտելով նուրբ ձեռքերը դաստակին փոքրիկ դաջվածքը, պարզ համաստեղություն, 5 միացված աստղեր։ Օրիոն, հարցրեց Ռաֆայելը, գլխի շարժումով ցույց տալով դաջվածքը։ Նա ժպտաց, զարմացած։ Այո։ Չէի սպասում, որ ինչ-որ մեկը կճանաչի։ Որ սորթը։ Առասպելաբանությունը միշտ է ինձ հիացրել։ Նա հանեց իր բլեյզերը, մանրակրկիտ ծալելով այն թի վրա։ Սպիտակ վերնաշապիկը ընդգծում էր կարգապահությամբ պահպանված մարմինը, հավանաբար թանկարժեք մարզասրահներում, արածագից առաջ։ Իսկ ինչ եք որսում, Լուիզա։ Հարցը, որը տրվել էր գրեթե վտանգավոր մեղմությամբ, կախված էր օդում։ Նրանց հայացքներն առաջին անգամ ուղղակիորեն հանդիպեցին, առանց շեղումների կամ պատրվակների։
Նրա աչքերը, նա հիմա նկատեց, խորը կանաչ էին, գրեթե կիսաթափանցիկ թույլ լույսի տակ։ Կայունություն, անկեղծ պատասխանեց նա։ Ճանաչում։ Արի տակ մի տեղ, որը ոչ թե պարզապես գոյատելու, այլ իրականում ապրելու համար է։ Նա դանդաղ գլխով արեց, կարծես գնահատելով պատասխանը։ Ազնիվ նպատակներ։ Իսկ դուք։ Ինչ է որսում Ռաֆայել Մորեյրան, երբ անծանոթների հետ վերելակներում խցանված չէ։ Նրա դեմքին հայտնվեց առեղծվածային ժպիտ։ Ինչ-որ անկեղծ բան կեղծիքների թաքնված օրակարգերի աշխարհում։ Փոխանակման մեջ կար մի ինտենսիվություն, որը նրանցից ոչ մեկը չէր ցանկանում խզել։ Նրանց միջ օդը կարծես էլեկտրականությամբ լցված լիներ, լարվածություն, որը գերազանցում էր իրավիճակի պարզ անհարմարությունը։ Դուք կարծես այս վայրին չեք պատկանում, վերջապես ասաց նա։ Որովհետև չեմ էլ պատկանում։ Ամեն դեպքում, դեռ ոչ։ Նա կարճատ վարանեց, նախքան ավելացնելը։ Երկուշաբթի օրը սկսում եմ աշխատել այստեղ։ Նախագծերի բաժնում։ Նրա հոնքերը բարձրացան անկեղծ զարմանքից։ Արաքս հոլդինգում։ Այո։ Կրտսեր վերլուծաբան, ոչ մի շքեղ բան։ Մի թերագնահատեք սկզբնական դիրքերը։ Բոլորը ինչ-որ տեղից են սկսում։ Նա նրան ուսումնասիրեց նոր հետաքրքրությամբ։ Ավարտել եք։ Կառավարում, Երանի պետական համալսարան։ Նախագծերի կառավարման մասնագիտացմամբ։ Տպավորիչ է։ Ինչո՞վ։ Որովհետև ծայրամասերից մարդիկ սովորաբար չեն ընդունվում Երանի պետական համալսարան։ Նա չնահանջեց սադրանքից։ Որովհետև Երանի պետական համալսարանը սովորաբար չի պատրաստում մարդկանց, ովքեր դուրս են գալիս պատրաստի բանաձևից։ Դուք ինձ չեք թվում այն տեսակից, ով հարցեր չտալով հետում է ձեռնարկներին։ Նախքան նա կկարողանար պատասխանել, լույսերը վերադարձան իրենց նորմալ ինտենսիվությանը, վերելակը ցնցումով շարժվեց վերսկսելով շարժումը։ Վերջապես, մրմնջաց Լուիզան, ձայնում թեթացման, զարմանալիորեն, հիասթափության խառնուրդ։ Վերելակը բարձրացավ մինչ 28 հրթհարկ, որտեղ դռները բացվեցին։ Լուիզան վարանեց, նախքան դուրս գալը։ Հետաքրքիր էր ձեզ ճանաչել, Ռաֆայել։ Ինձ համար էլ, Լուիզա Մենդոնսա։ Ինչ-որ բան կար նրա անունը արտասանելու ձում, գրեթե թաքնված խոստումի նման։ Համոզված եմ, որ կրկին կհանդիպենք։ Դռները փակվեցին, բաժանելով նրանց։ Լուիզան մի քանի վայրկյան կանգնած մնաց, խորը շունչ քաշելով, ինքնատիրապետումը վերականգնելու համար։ Այդ տղամարդու մեջ կար ինչ-որ բան, որը նրան անհավասարակշիռ էր դարձնում, մագնիսական ներկայություն, որն անտեսելը դժվար էր։ Գլուխը թափահարելով, հեռացրեց այդ մտքերը ուղղվեց դեպի 2804 սենյակ։ Շաբաթվա մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Կարինայի ֆլեշ կրիչը վերցնելուց հետո Լուիզան վերադարձավ Արաբկիրում գտնվող իր փոքրիկ բնակարանը, որը կիսում էր համալսարանական ընկերուհու հետ։ Նա փորձում էր կենտրոնանալ աշխատանքի առաջին օրվա նախապատրաստությունների վրա, ընտրելով հագուստ կարգի բերելով փաստաթղթերը, բայց նրա միտքը պնդում էր վերադառնալ վերելակին, կանաչ աչքերով ահարկու ներկայությամբ տղամարդուն։ Երեկոյան, անուշադիր ֆիլմ դիտելիս, նա Instagram-ում ծանուցում ստացավ։ Հաղորդագրության հարցում մի պրոֆիլից, որին նա չէր հետում, Ռեֆեմորիրեմ։ Նրա սիրտը անբացատրելիորեն արագացավ։ Նա բացեց հաղորդագրությունը։ Ես սովորաբար վերելակների անծանոթներին սոցիալական ցանցերում չեմ փնտրում, բայց դուք նշեցիք, որ երկուշաբթի օրը սկսում եք աշխատելը Արաքս հոլդինգում, հետաքրքրությունը գերակշռեց։ Հուսով եմ, ներխուժում չեք համարի։ Ձեր պրոֆիլը գտա անունով։ Վաղը ձեր առաջին օրվանից առաջ սուրճ։ Կարող եմ մի քանի արժեքավոր խորհուրդներ տալ ընկերության մասին։ Լուիզան երկար րոպեներ նայում էր հաղորդագրությանը, բութ մատը վարանելով էկրանի վրա։ Տրամաբանությունը հուշում էր անտեսել, բայց ինչ-որ ավելի խորը, ավելի բնազդային բան ստիպում էր նրան պատասխանել։ Վերջապես նա մուտքագրեց։ Ես սովորաբար չեմ ընդունում վերելակների անծանոթների հրավերները, բայց խոստովանում եմ, որ խորհուրդները ցանկալի կլինեին։ Սուրճ առավոտյան 8-ին, Սերաֆինաս սրճարանում Ազատության պողոտայում։ Պատասխանն անմիջապես եկավ։ Հաստատված է։ Մինչ վաղը, Լուիզա Մենդոնսա։ Առավոտյան սուրճը զարմանալիորեն անկաշկանդ էր։
Ռաֆայելը ժամանեց ժամանակին, հագած մուգ ջինսեր կոճակներով վերնաշապիկ, վերելակի գործադիրի ավելի քիչ պաշտոնական տարբերակը։ Գրեթե 2 ժամ նրանք խոսեցին ընկերության կազմակերպական մշակույթի հիմնական դեմքերի մասին։ Նա խոսում էր ընկերության մասին խորը գիտելիքներով, բայց խուսափում էր նշել իր կոնկրետ դիրքը, Լուիզան չհարցրեց։ Հաճելի էր պահպանել այդ երկիմաստությունը։ Երբ հրաժեշտ տվեցին, նա 1 վայրկյան ավելի երկար բռնեց նրա ձեռքը, քան անհրաժեշտ էր։ Հաջողություն վաղը։ Եղեք ինքներդ ձեզ, դա է ձեզ այստեղ բերել։ Երկուշաբթին եկավ անհանգստության հուզմունքի այն խառնուրդով, որը ուղեկցում է նոր սկիզբներին։ Լուիզան հագավ մուգ կապույտ կոստյումը, որը գնել էր հատուկ առիթի համար։ Քարտով 3 վճարում, որոնք ներդրում էին նրա նոր փուլում։ Մազերը, որոնք սովորաբար բաց էին լինում փարթամ գանգուրներով, հավաքված էին ցածր, ավելի կորպորատիվ հանգույցի մեջ, ինչպես առաջարկել էր մայրը։ Արարատ համալիր հասնելիս, այժմ որպես պաշտոնական աշխատակից, նա իր ուսերին զգաց պատասխանատվության ծանրությունը։ Մշտական կրծքանշանը, իր անունով լուսանկարով, կարծես անձնագիր լիներ դեպի նոր աշխարհ։ Նրան ուղեկցեցին 20-րդ հարկ, որտեղ գտնվում էր նախագծերի բաժինը, ներկայացրեցին թիմին մարդկային ռեսուրսների մենեջերի կողմից, ավագ անունով միջին տարիքի մի համակրելի տղամարդու։ Ժողովուրդ, սա Լուիզա Մենդոնսան է, մեր նոր կրտսեր վերլուծաբանը։ Նա աշխատելու է Արագածոտնի ընդլայնման նախագծի վրա։ Կարենի թիմի հետ։ Լուիզա, բարի գալուստ, հիշեք, որ ժամը 14:00-ին մենք ունենք նոր իրավաբանական տնօրենի շնորհանդեսը ողջ ընկերության համար գլխավոր դահլիճում։ Առաջին ժամերն անցան տեղեկատվության, ձատխտերի, արագ շնորհանդեսների մրրիկի մեջ։ Կարենը, նրա անմիջական ղեկավարը, պրագմատիկ, քիչ խոսող տղամարդ էր, ով նրան տվեց 300 էջանոց փաստաթղթերի բանակ, երբ ժամանակ ունենա ուսումնասիրելու համար։ Կարինան կարճ ժամանակով հայտնվեց, շնորհակալություն հայտնելու ֆլեշ գրիչի համար, դեռ ակնհայտորեն հիվանդ գրիպից, նախքան հանդիպման շտապելը։ Ժամը 13:45-ին Լուիզան հետեց աշխատակիցների հոսքին դեպի ներքնահարկի դահլիճը, ընդարձակ տարածք 400 մարդու տարողությամբ։ Նա նստեց վերջին շարքերից մեկում, 2 մարքեթինգի վերլուծաբանների կողքին, ովքեր աշխույժ շշնջում էին։ Տեսա՞ր նրա լուսանկարը։ Անհեթեթ է, որ ինչ-որ մեկը նման տեսք ունենա դեռ այդքան իրավասու լինի, ասում էր նրանցից մեկը։ Ասում են, որ հայրը գրեթե ստիպել է նրան իրավաբանություն սովորել, որ նա իսկապես ցանկանում էր լուսանկարիչ լինել, պատասխանեց մյուսը։ Դե, ես կշնորհակալություն հայտնեի նրա հորը, եթե կարողանայի։ Ամեն օր չէ, որ մենք ունենք իրավաբանական տնօրեն, ով նման է ամսագրի մոդելի։ Լուիզան մեծ ուշադրություն չդարձրեց զրույցին, զբաղված լինելով մոր հաղորդագրությանը պատասխանելով, ով հաջողություն էր մաղթում։ Ժամը 14:00-ին լույսերը մարեցին, Արաքս Հոլդինգի գլխավոր տնօրեն Մարտիրոս Ալմեյդան, 60 տարեկան տպավորիչ տղամարդ, բարձրացավ բեմ։ Բարի օր բոլորին։ Ինչպես գիտեք, դոկտոր Հարությունյանի թոշակի անցնելուց հետո մենք փնտրում էինք նոր տնօրեն մեր իրավաբանական բաժնի համար։ Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնը կզբաղեցնի մեկը, ով արդեն խորապես ծանոթ է մեր գործունեությանը արժեքներին։ Խնդրում եմ, ընդունեք դոկտոր Ռաֆայել Մորեյրային, մեր նոր իրավաբանական տնօրենին։ Լուիզայի աշխարհը կարծես դանդաղեց, երբ Ռաֆայելը, իր վերելակի Ռաֆայելը, հայտնվեց բեմում, անթերի մոխրագույն կոստյումով, լուրջ պրոֆեսիոնալ արտահայտությամբ։ Դահլիճով մեկ շուկ անցավ, բայց նա ոչինչ չէր լսում, բացի իր ականջներում արյան մռնչյունից։ Շնորհակալություն Մարտիրոս, շնորհակալություն բոլորիդ ջերմ ընդունելության համար, սկսեց Ռաֆայելը, նրա ձայնը ուժեղացված բարձրախոսներով։ Պատիվ է ստանձնել այս պաշտոնը շարունակել դոկտոր Հարությունյանի հիանալի աշխատանքը։ Մինչ նա խոսում էր մարտահրավերների նպատակների մասին, Լուիզան անշարժ մնաց։ Ռաֆայելը նոր իրավաբանական տնօրենն էր։ Այն տղամարդը, ում հետ նա նախօրեին սուրճ էր խմել։ Այն տղամարդը, ով գտել էր նրա Instagram-ը սկսել անձնական զրույց։ Այն տղամարդը, ով նա հիմա ցավալի պարզությամբ հասկացավ, զբաղեցնում էր իրենից շատ ավելի բարձր հիերարխիկ դիրք։ Ինչ-որ պահի, երբ նա խոսում էր բաժինների միջ ինտեգրման կարողության մասին, նրա հայացքը սահեց դահլիճով կանգ առավ հենց այնտեղ, որտեղ նա նստած էր։ Գրեթե աննկատելի մի միլիվայրկյանով նրա արտահայտությունը տատանվեց։ Ճանաչում։ Հասկացողություն։ Շնորհանդեսի ավարտին, մինչ բոլորը ծափահարում էին, Մարտիրոս Ալմեյդան վերցրեց խոսափողը։ Շնորհակալություն, Ռաֆայել։
Եվ հիմա, նրանց համար, ովքեր չգիտեն, ես ունեմ լրացուցիչ հայտարարություն։ Բացի իր պրոֆեսիոնալ փայլից, ես հատուկ հպարտություն եմ զգում Ռաֆայելի համար, քանի որ, բացի մեր իրավաբանական տնօրենից, նա իմ որդին է։ Պաշտոնապես բարի գալուստ գործադիր թիմ որդիս։ Կարծես անդունդ բացվեց Լուիզայի ոտքերի տակ։ Ոչ միայն իր ղեկավարը, այլ ընկերության նախագահի որդին։ Արաքս կայսրության ժառանգորդը։ Այն տղամարդը, ում հետ նա սուրճ էր խմել, ծիծաղել, այո, անթաքույց սիրատացել։ Երբ դահլիճը սկսեց դատարկվել, Լուիզան նստած մնաց, անկարող շարժվելու։ Մարքեթինգի վերլուծաբաններն անցան նրա կողքով, դեռ խոսելով գեղեցիկ տնօրենի մասին, չնկատելով նրա շոկային վիճակը։ Նրա հեռախոսը թրթռաց։ Ռաֆայելի հաղորդագրությունը։ Իմ սենյակում, ժամը 17:00։ Պետք է խոսենք։ Կեսօրվա մնացած մասն անցավ թմրած վիճակում։ Լուիզան փորձում էր կենտրոնանալ Կարենի տված փաստաթղթերի վրա, բայց բառերը պարում էին նրա աչքերի առաջ, առանց իմաստ հաղորդելու։ Երբ ժամացույցը ցույց տվեց 16:55, նա ուղղվեց դեպի 35-րդ հարկ, ստամոքսում հանգույցներով։ Ռաֆայելի քարտուղարը, 50 տարեկան էլեգանտ կին, հայտարարեց նրա ժամանումը դոմոֆոնով։ Կարող եք ներս մտնել, հրահանգեց նա, ցույց տալով մուգ փայտե դուռը, ոսկե ցուցանակով։ Դոկտոր Ռաֆայել Մորեյրա, իրավաբանական տնօրեն։ Ներս մտնելիս նա գտավ Ռաֆայելին կանգնած համայնապատկերային պատուհանի մոտ, դիտելով քաղաքը, որը ձգվում էր մինչ հորիզոն։ Նա շրջվեց դռան ձայնը լսելիս, մի պահ վերելակի Ռաֆայելը, անկաշկանդ սադրիչ, երաց գործադիրի դիմակի տակից։ Լուիզա, պարզապես ասաց նա։ Խնդրում եմ, նստեք։ Նա հնազանդվեց, ընտրելով բազկաթոռներից մեկը տպավորիչ փայտե սեղանի դիմաց։ Կարծում եմ, դուք էլ եք ինձպես զարմացած, սկսեց նա, նստելով նրա դիմաց, ոչ թե սեղանի հետում, ինչպես կլիներ արձանագրային, այլ նրա կողքի բազկաթոռին, հեռացնելով նրանց միջ ֆիզիկական արգելքը։ Զարմանքը էվֆեմիզմ է, պատասխանեց նա, ձայնը չեզոք պահելով։ Դուք գիտեիք, թե ով եմ ես վերելակում։ Իհարկե ոչ։ Դա իսկապես համընկնում էր։ Իսկ երբ իմացաք։ 3 կեսօրին, սուրճից հետո։ Ես վերանայում էի վերջին աշխատանքի ընդունումները, երբ տեսա ձեր անունը։ Փորձեցի զանգել ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։ Ճիշտ էր։ Նա անտեսել էր անհայտ համարից 2 զանգ։ Իսկ սրճարանում։ Ինչու չնշեցիք, որ իրավաբանական տնօրենն եք։ Կամ ընկերության նախագահի որդին։ Ռաֆայելը հառաչեց, ձեռքը տանելով մազերին մի ժեստ, որը հազվադեպ էր թույլ տալիս իրեն հանրության։ Արջ։ Դա իմ կողմից եսասիրություն էր, խոստովանում եմ։ Բայց դա թարմացնող էր։ Խոսել մեկի հետ, ով ինձ չէր տեսնում որպես մարտիրոսի որդի կամ տնօրեն։ Մեկի հետ, ով ծիծաղում էր իմ կատակների վրա, քանի որ դրանք զվարճալի էին, ոչ թե այն պատճառով, որ ես եմ չեկը ստորագրում։ Դա չի փոխում այն փաստը, որ մենք անձնական շփում ունեցանք, հիմա դուք իմ հիերարխիկ վերադասն եք։ Մի քանի մակարդակ վեր, իրականում։ Լուիզան հայացքը պահեց ամուր, հրաժարվելով վախեցած թվալուց։ Սա լուրջ հետանքներ ունի։ Ունի, դրա համար էլ մենք պետք է հստակ սահմաններ դնենք։ Նա թեթակի առաջ թեքվեց։ Լուիզա, ձեր ինքնակենսագրությունը բացառիկ է։ Դուք այս պաշտոնը նվաճել եք ձեր արժանինքներով, ընկերության համար կորուստ կլիներ կորցնել ձեր նման տաղանդը ժամանակի անհաջող համընկնման պատճառով։ Իսկ ինչ եք առաջարկում այն ժամանակ։ Բացարձակ պրոֆեսիոնալիզմ աշխատանքային միջավայրում։ Ոչ մի հատուկ վերաբերմունք, բարեհաճություն կամ որևէ բան, որը կարող է վտանգել ձեր կամ իմ հեղինակությունը։ Դուք ենթարկվում եք Կարենին, ով ենթարկվում է նախագծերի տնօրենին, ով ի վերջո հատուկ հարցերով զեկուցում է ինձ։ Մեր ճանապարհները հազվադեպ կհատվեն առօրյայում։ Լուիզան դանդաղ գլխով արեց։ Դա իմաստ ուներ, թե նրա ներսում ինչ-որ բան անհարմարորեն ոլորվում էր առաջարկի տրամաբանական սառնությունից։ Իսկ աշխատանքից դուրս։ Բառերը դուրս եկան, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Նրա կանաչ աչքերում փայլ հայտնվեց։ Աշխատանքից դուրս մենք երկու չափահաս ենք, ազատորեն ուսումնասիրելու ցանկացած կապ, որը կարող է գոյություն ունենալ, եթե այդպես ցանկանանք։ Առանց ճնշման, առանց սպասումների, լիակատար գաղտնիությամբ։ Առաջարկը կախված էր նրանց միջ, հնարավորություններով վտանգներով լի։
Դա բացարձակապես անբարոյական էր, պոտենցիալ վնասակար նրա կարիերայի համար, հաստատապես բարդ նրա համար։ Եվ այնուամենայնիվ, այն գրավչությունը, որը նա զգացել էր վերելակում, չէր անհետացել։ Ընդհակառակը, այն ուժեղացել էր հիմա, երբ նա գիտեր, թե ով է նա։ Պետք է մտածեմ, վերջապես ասաց նա։ Իհարկե։ Ժամանակ վերցրեք, որքան անհրաժեշտ է։ Նա վեր կացավ, նշելով հանդիպման ավարտը։ Անկախ ձեր որոշումից, ուզում եմ, որ իմանաք, որ ձեր դիրքն այստեղ ապահով է։ Սա քննարկման ենթակա չէ։ Երբ նա ուղղվեց դեպի դուռը, նա ավելացրեց. Լուիզա, մի բան։ Եթե որոշեք, որ կարող ենք ինչ-որ բան փորձել, մենք պետք է կանոններ սահմանենք։ Հստակ անքննարկելի։ Երկուսի պաշտպանության համար։ Նա գլխով արեց, ձեռքը դրան բռնակին։ Կանոնները հասկանում եմ, Ռաֆայել։ Ես դրանցով եմ մեծացել։ Տարբերությունն այն է, որ որոշ մարդիկ արտոնություն ունեն դրանք խախտել առանց հետանքների։ Մյուսները՝ ոչ։ 3 օր անց, անքուն գիշերներից իր հետ երկար զրույցներից հետո, Լուիզան հաղորդագրություն ուղարկեց Ռաֆայելի անձնական համարին, որը նա տվել էր նրան։ Որոնք են այն կանոնները, որոնք դուք նշեցիք։ Կանոնները սահմանվեցին Կասկադում գտնվող մի աննկատ սրճարանում, հեռու կորպորատիվ հայացքներից Արաքս հոլդինգի սուր լեզուներից։ Ռաֆայելը դրանք թվարկեց փաստաբանի ճշգրտությամբ, ով պայմանագիր էր կազմում, մինչ Լուիզան նրան դիտում էր հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Առաջին, աշխատանքային միջավայրում ոչ մի ֆիզիկական կամ անձնական շփում։ Նույնիսկ երկարատ հայացք հանդիպումների ժամանակ։ Այդ շենքի ներսում մենք բացառապես պրոֆեսիոնալներ ենք, ասաց նա, մատները մեղմորեն թմբկահարելով էսպրեսոյի բաժակի վրա։ Երկրորդ, ընկերության կորպորատիվ էլփոստով կամ հեռախոսներով ոչ մի հաղորդակցություն։ Երրորդ, հանդիպումներ միայն քաղաքից դուրս կամ այնպիսի վայրերում, որտեղ քիչ հավանական է, որ մենք կհանդիպենք գործընկերների հետ։ Չորրորդ, ոչ մի հիշատակում մեր պայմանավորվածության մասին բացարձակապես ոչ ոքի, ներառյալ մտերիմ ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Լուիզան կլանեց յուրաքանչյուր բառ, գիտակցելով այն բանի լրջությունը, ինչին պատրաստվում էր սկսել։ Դա պարզապես բարդ հարաբերություն չէր, այն պոտենցիալ կործանարար էր նրա սկսնակ կարիերայի համար։ Հինգերորդ, շարունակեց նա, հայացքն ուժեղացնելով, եթե որե պահի մեզանից որե մեկը զգա, որ դա խանգարում է աշխատանքին կամ դառնում է անընդունելի ռիսկ, մենք իրավունք ունենք անմիջապես դադարեցնել այն առանց դժգոհությունների կամ մասնագիտական հետանքների։ Իսկ 6-րդ կանոնը, հարցրեց Լուիզան, զգալով, որ ավելին կա։ Նրա շրթունքներին առեղծվածային ժպիտ հայտնվեց։ 6-րդ կանոնն այն է, որ այս սահմանափակումներից դուրս կանոններ չկան։ Մենք պարզապես Ռաֆայելն ու Լուիզան ենք, երկու չափահաս, ովքեր ուսումնասիրում են մի կապ, որը պատահաբար սկսվեց վերելակում։ Նա դանդաղ գլխով արեց, կշռադատելով յուրաքանչյուր հետանք։ Ընդունում եմ, վերջապես ասաց նա, ձեռքը մեկնելով, կարծես արտրային գործարք էր կնքում։ Ռաֆայելն անտեսեց մեկնված ձեռքը։ Նա թեքվեց սեղանի վրայով, համարձակությամբ, որը նրան շունչը կտրեց, մեղմորեն շփեց շրթունքները նրա շրթունքներին։ Կնքված է, մրմնջաց նա։ Այսպես սկսվեց ամենաինտենսիվ բարդ հարաբերությունները, որոնք Լուիզան երբե ունեցել էր։ Ցերեկը, տպավորիչ Արարատ համալիրում, նա պարզապես մեկ կրտսեր վերլուծաբան էր, կլանելով գիտելիքներ, ապացուցելով իր արժեքը յուրաքանչյուր առաջադրանքում, կառուցելով բացառապես իր իրավասության վրա հիմնված հեղինակություն։ Ռաֆայելը հեռավոր կերպար էր, որը երբեմն տեսնվում էր ընդհանուր հանդիպումներում կամ անցնում էր գլխավոր նախասրահով իր մագնիսական ներկայությամբ, հազվադեպ ավելին, քան քաղաքավարի գլխի շարժում ուղղելով նրա կողմը։ Սակայն երեկոյան, թանկարժեք հանգստյան օրերին, նրանք գաղտնի հայտնագործությունների պարի մեջ էին։ Սանում գտնվող մի փոքրիկ բուտիկ հյուրանոց, որտեղ նրանք անցկացրին հանգստյան օրեր, այն պատրվակով, թե նա այցելում էր իր զարմուհուն։ Դիլիջանում կազմակերպված աննկատ ընթրիք, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչի։ Ծաղկաձորում հավելվածով վարձակալված տուն, Կոտայքի մարզում, որտեղ, Բուխարիի առաջ, մեկ բաժակ կարմիր գինի։ Խմելիս մանկության շրջանի հեռավոր իրողությունների մասին խորը զրույցներ վարելիս, Ռաֆայելը վերջապես շշնջաց, ես քեզ սիրում եմ նրա պարանոցի կորի դեմ։ 3 ամիս անցավ, գաղտնի բացահայտի միջ նուրբ հավասարակշռության մեջ։ Աշխատանքում Լուիզան բարգավաճում էր։ Արագածոտնի ընդլայնման վերաբերյալ նրա սկզբնական նախագիծը գովասանքի արժանացավ հենց նախագծերի տնօրենի կողմից, ով բաժնի հետ հանդիպման ժամանակ նշեց նրա նորարարական հայացքը։
Կարինան, այժմ ավելի մտերիմ ընկեր կորպորատիվ միջավայրում, հաճախ մեկնաբանում էր, թե ինչպես էր նա ընկել ղեկավարության սրտերը։ Չգիտեմ, թե ինչպես դա քեզ հաջողվեց, Լու, բայց այնտեղի վերին ղեկավարությունը քեզ է հետում։ Լավ իմաստով, գիտես։ Լսել եմ, որ աշտարակի շուկայի մասին քո զեկույցը հայտնվել է Մարտիրոսի սեղանին։ Լուիզան պարզապես ժպտում էր նման մեկնաբանությունների առջ, օրինական հպարտության թաքնված մեղքի խառնուրդը այրելով նրա կրծքում։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր մասնագիտական ճանաչում արժանի էր։ Նա աշխատում էր ավելի շատ, քան ցանկացած այլ վերլուծաբան, զոհաբերում էր գիշերներ հանգստյան օրեր, երբ Ռաֆայելի հետ չէր, խորասուզվելով հետազոտությունների վերլուծությունների մեջ։ Բայց կասկածի ստվերը միշտ կախված էր։ Իսկ եթե հայտնաբերեին։ Իսկ եթե նրա հաջողությունը կապեին նախագահի որդու հետ գաղտնի հարաբերությունների հետ։ Ռաֆայելը, իր հերթին, պահպանում էր անթերի պրոֆեսիոնալ հեռավորություն։ Միջբաժնային հանդիպման ժամանակ, երբ Լուիզան պետք է ներկայացներ արագածոտնի նախագծի տվյալները, նա տվեց համապատասխան մարտահրավեր նետող հարցեր, երբեք որևէ բարեհաճություն չցուցաբերելով։ Իրականում, նրա քննադատական դիրքորոշումը նրան ստիպեց ավելի շատ քրտնել, քան սովորաբար, մանրակրկիտ պատրաստվելով, որպեսզի ոչ մի բաց չթողնի։ Դուք այսօր անզիջում էիք, մեկնաբանեց նա ավելի ուշ, երբ ուշ գիշերով հեռախոսով խոսում էին։ Պետք է լինեի, պատասխանեց նա, ձայնում մի ծանրություն, որը նա սկսում էր ճանաչել։ Մարդիկ ուշադրություն են դարձնում, Լուիզա։ Ես պետք է 2 անգամ ավելի խիստ լինեմ ձեզ հետ, որպեսզի ոչ ոք չկասկածի։ Նա գիտեր, որ դա ճիշտ էր։ Ռաֆայելը կրում էր հիմնադրի որդին լինելու լրացուցիչ բեռը։ Յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր առաջխաղացում, որը նա տալիս էր, յուրաքանչյուր նախագիծ, որին նա աջակցում էր, քննվում էր նախանձոտ հայացքներով, որոնք պատրաստ էին բղավել նեպոտիզմ։ Նա իր դիրքը նվաճել էր անթերի կրթությամբ, Երանի պետական համալսարանի շրջանավարտ, ինչպես ինքը, մագիստրոսական կոչում Հարվարդից, դոկտորական կոչում Սթենֆորդից, միջազգային գրասենյակներում փորձ, նախքան Հայաստան վերադառնալը, ընտանեկան ընկերությունում աշխատելու համար։ Այնուամենայնիվ, ղեկավարի որդին լինելու պիտակը երբեք չէր լքել նրան։ Զգուշորեն կառուցված պատի առաջին ճաքը հայտնվեց փետրվարի անձրոտ 5-շաբթի օրը։ Լուիզան գիշերն անցկացրել էր Ռաֆայելի բնակարանում, հյուսիսային պողոտայում գտնվող մինիմալիստական լոֆթում, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Դա առաջին անգամն էր, որ նրանք համարձակվում էին նման մտերմություն երանում, բայց քաղաքը պատուհանող փոթորիկը վտանգավոր անիրագործելի էր դարձնում ափամերձ գոտի վարելու գաղափարը։ Հաջորդ առավոտ նրանք առանձին դուրս եկան։ Նա առաջինը, Uber-ով, ժամը 6:39։ Նա 1 ժամ անց, իր մեքենայով։ Այն, ինչ նրանք չէին հաշվի առել, այն էր, որ Մարինեն, մարքեթինգի ավագ վերլուծաբանը, որը հայտնի էր իր սուր լեզվով անչափելի հավակնություններով, ապրում էր Հարան շենքում։ Իր խոհանոցի պատուհանից, սուրճ պատրաստելիս, նա հստակ տեսավ, թե ինչպես Լուիզան առավոտյան ժամը 6:30-ին դուրս եկավ շքեղ շենքից, ակնհայտորեն հագած նախորդ օրվա նույն հագուստը։ Ժամը 10:00-ին շշուկներն արդեն սկսվել էին։ Կողմնակի հայացքներ ճաշարանում, շնջացող զրույցներ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր։ Կարինան առաջինն էր, ով դիմեց նրան, շտապ քաշելով կանանց զուգարան, իր սովորաբար հանգիստ դեմքին անհանգստություն երալով։ Լու, պետք է մի բան հարցնեմ քեզ, խնդրում եմ, մի ստիր ինձ։ Նրա աչքերում անկեղծ անհանգստություն էր։ Դու ընկերություն անում ես ընկերության ինչ-որ մեկի հետ։ Լուիզայի սիրտը սառեց։ Ինչու ես հարցնում։ Որովհետև Մարինեն բոլորին պատմում է, որ այսօր առավոտյան քեզ տեսել է Ռաֆայել Մորեյրայի շենքից դուրս գալիս, նույն հագուստով։ Նա գրեթե դատավարություն է կազմակերպում մարքեթինգի բաժնում։ Լուիզան զգաց, որ արյունը դուրս է հոսում իր դեմքից։ Ծնկները թուլացան, նա ստիպված էր հենվել լվացարանին։ Կարինա, ես։ Պետք չէ հաստատել, ընդհատեց Կարինան, ձեռքը բարձրացնելով։ Քո դեմքն արդեն ամեն ինչ ասաց։ Լու, դու պատկերացնում ես, թե ինչ ես անում։ Նա իրավաբանական տնօրենն է։ Նա ընկերության սեփականատիրոջ որդին է։ Նա գրեթե կորպորատիվ արքայական ընտանիքի անդամ է, իսկ դու նոր ես եկել։ Դա այն չէ, ինչ դու մտածում ես, փորձեց փաստարկել Լուիզան, ձայնը թույլ նույնիսկ իր ականջների համար։ Ոչ։ Ուրեմն ասա ինձ, թե ինչ է։ Որովհետև 5 րոպեից ամբողջ ընկերությունը կքննարկի, որ դու քնել ես ղեկավարի հետ, կարիերայում առաջ գնալու համար։
Բառերը հարվածեցին Լուիզային, ինչպես ապտակ։ Դա նրա ամենամեծ վախն էր, իրականացած։ Տեսնել իր բոլոր ջանքերը իր անքուն գիշերները սովորելիս իր զոհաբերությունները դեռահասությունից ի վեր հանգեցրած սեռական բարեհաճության մեղադրանքի։ Դա այդպես չէր, ասաց նա, ձայնը վերականգնելով ամրությունը։ Դա ընկերության պատճառով չսկսվեց։ Մենք նախկինում էինք ծանոթացել, պատահաբար։ Կարինան հոնքերը կիտեց, շփոթված։ Նախքան այստեղ սկսել։ Ինչպես։ Լուիզան վարանեց, բայց հասկացավ, որ իրեն առնվազն մեկ դաշնակից է պետք։ Նա պատմեց վերելակի, պատահական հանդիպման, նրա ով լինելը բացահայտելու շոկի, զգուշորեն սահմանված կանոնների մասին։ 3 ամիս, Կարինան ապշած թվաց։ Դուք դա գաղտնի եք պահել 3 ամիս։ Փորձեցինք, համենայն դեպս։ Լուիզան դողացող հառաչանք արձակեց։ Եվ հիմա։ Ինչ անեմ։ Չգիտեմ, բայց պետք է արագ ինչ-որ բան անես։ Այս տեսակի բամբասանքը կրակի պես է տարածվում։ Ավելին, որովհետև… Կարինան վարանեց։ Որովհետ ինչ։ Որովհետ դու աչքի ես ընկել, Լու։ Քո նախագիծը նշվել է տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ։ Կան լուրեր, որ դու կառաջադրվես որպես լիարժեք վերլուծաբան նորմալ ժամանակից շուտ։ Մարդիկ արդեն զարմանում էին, թե ինչպես է նորեկը այդքան արագ այդքան տեսանելիություն ձեռք բերել։ Լուիզան սրտխառնոց զգաց։ Այն ամենը, ինչի համար աշխատել էր, պղծված բարեհաճության կասկածներով։ Նա հեռախոսը հանեց, խախտելով հիմնական կանոններից մեկը, Ռաֆայելին հաղորդագրություն ուղարկեց աշխատանքային ժամերին։ Արտակարգ իրավիճակ։ Մարինեն ինձ տեսել է այսօր առավոտյան քո բնակարանից դուրս գալիս։ Նա բոլորին է պատմում։ Ինչ անենք։ Պատասխան չեկավ։ Ոչ 1 ժամ անց, ոչ 2 ժամ անց։ Աշխատանքային օրվա ավարտին, ծանր մթնոլորտով, հայացքներով շշուկներով, որոնք ուղեկցում էին նրան ամենուր, Լուիզան նյարդային խանգարման եզրին էր։ Ռաֆայելը չէր պատասխանել, չէր հայտնվել, ոչ մի նշան չէր տվել։ Արդյոք նա դիտավորյալ անտեսում էր իրավիճակը։ Կամ ավելի վատ, արդյոք նա պլանավորում էր մի ելք, որը նրան կթողներ ամբողջ մեղքը իր վրա վերցնելու։ Երբ նա վերջապես հասավ տուն, հուզականորեն հյուծված, նա իր անձնական հեռախոսում հաղորդագրություն գտավ։ Իմ բնակարան, հիմա։ Պետք է խոսենք։ Օգտագործի սպասարկման մուտքը, պահակակետն արդեն տեղեկացված է։ Հաղորդագրության հրամայական տոնը խորապես զայրացրեց նրան, բայց լուծման անհրաժեշտությունը գերազանցեց վիրավորված հպարտությանը։ 1 ժամ անց, արագ ցնցուղից հագուստը փոխելուց հետո, նա Ռաֆայելի շենքի սպասարկման վերելակում էր, իրեն զգալով կասկածելի սիրուհի, լարված ֆիլմից։ Նա դուռը բացեց, նախքան նա կհարվածեր, կարծես նրան դիտում էր անվտանգության տեսախցիկով։ Նրա դեմքը սովորաբար հանգիստ, ակնհայտ սթրեսի նշաններ էր ցույց տալիս, ընդգծված աչքերի տակի շրջանակներ, լարված ծնոտ, խառնված մազեր, դրանք շատ շոյելուց։ Դուք լավ եք, նրա առաջին հարցն էր, զարմացնելով նրան անկեղծ անհանգստությամբ։ Ֆիզիկապես, այո։ Պրոֆեսիոնալ առումով, կարծում եմ, ես վերջացած եմ։ Ռաֆայելը նրան ներս տարավ, նրան մի բաժակ վիսկի մատուցելով, առանց հարցնելու։ Նա ընդունեց, շնորհակալ լինելով այն ջերմության համար, որը կտա սաթագույն հեղուկը։ Ես չպատասխանեցի ձեր հաղորդագրությանը, քանի որ ամբողջ օրը արտակարգ հանդիպման մեջ էի իմ հոր կոմպլայենս բաժնի հետ, բացատրեց նա, ծանր նստելով նրա դիմացի բազմոցին։ Մարինեն ոչ միայն տարածել է լուրը գործընկերների միջ։ Նա պաշտոնական բողոք է ներկայացրել ընկերության էթիկայի ալիքով։ Լուիզան զգաց, որ գետինն անհետանում է իր ոտքերի տակից։ Պաշտոնական բողոքը տարբերվում էր միջանցքային բամբասանքներից։ Դա պաշտոնական էր, փաստագրված, պոտենցիալ կործանարար։ Ինչ էր նա կոնկրետ պնդում։ Անպատշաճ վարք, հնարավոր հիերարխիկ ոտնձգություն, նախագծերում առաջխաղացումներում բարեհաճության կասկած։ Նա երկար կում խմեց իր խմիչքից։ Ըստ էության, նա ենթադրում է, որ ես օգտագործում եմ իմ դիրքը, ենթակայի սեռական բարեհաճություն ստանալու համար, փոխարենը, խթանում եմ նրա կարիերան։ Դա անհեթեթություն է, Լուիզան վեր կացավ, վրդովված։ Դուք երբեք նման բան չեք արել։ Երբեք ինձ բարեհաճություն չեք արել։ Եթե ինչ-որ բան, ապա ինձ ավելի խիստ եք վերաբերվել, քան ցանկացած այլ վերլուծաբանի։ Ես դա գիտեմ, դուք դա գիտեք։ Բայց ինչպես ապացուցենք։
Ակնհայտությունները մեր օգտին չեն, Լուիզա։ Նա սկսեց քայլել այս ու այն կողմ, միտքն արագացած։ Մենք կարող ենք բացատրել, որ նախկինում ենք ծանոթացել, որ արդեն կար նախնական կապ։ Դա մասամբ օգնում է, բայց չի բացատրում, թե ինչու ենք գաղտնի պահել։ Ոչ էլ արդարացնում է այն փաստը, որ տեխնիկապես մենք խախտել ենք ընկերության հարաբերությունների քաղաքականությունը, որը պահանջում է, որ աշխատակիցների մեջ ցանկացած ներգրավվածություն զեկուցվի մարդկային ռեսուրսների բաժնին, հատկապես, երբ կա հիերարխիկ տարբերություն։ Լուիզան կանգ առավ, նրան նայելով։ Եվ հիմա ինձ կազատեն աշխատանքից։ Ռաֆայելը վարանեց, այդ վարանումը բավարար պատասխան էր։ Հայրս առաջարկեց փոխանցում։ Ձեզ համար։ Գյումրիի մասնաճյուղ։ Նա ասաց, որ դա կլինի ամենամաքուր ելքը, կպահպանի ձեր կարիերանը։ Փոխանցում, Լուիզան ընդհատեց նրան, ձայնը մեկ օկտավա բարձրացնելով։ Սա է լուծումը։ Ինձ ուղարկել, կարծես ես լինեմ խնդիրը։ Կարծես ես լինեմ անպետք։ Ես դա չեմ ասել, Ռաֆայելը նույնպես վեր կացավ, հիասթափությունն ակնհայտ։ Ես փորձում եմ մի ելք գտնել, որը չի ոչնչացնի ձեր կարիերան։ Իսկ ձերը, որը հետանք հզոր իրավաբանական տնօրենի, սեփականատիրոջ որդու համար։ Կամ միայն կրտսեր վերլուծաբանն է վճարում գինը։ Բառերը դուրս եկան ավելի թթու, քան նա մտադրվել էր, բայց վախն ու զայրույթը սնուցում էին նրա խոսքը։ Ռաֆայելը հետ քաշվեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Մի պահ նրանց միջ ծանր լռություն տիրեց։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը ցածր էր, վերահսկվող։ Ես առաջարկեցի հրաժարական տալ տնօրենի պաշտոնից։ Հայրս մերժեց։ Դա նրան անակնկալի բերեց։ Դուք ինչ։ Ես առաջարկեցի հրաժարական տալ։ Ասացի, որ կստանձնեմ լիարժեք պատասխանատվություն, որ սխալն իմն էր, թափանցիկություն չունեցող հարաբերություններ սկսելու համար, խախտելով քաղաքականությունները, որոնք ես ինքս էի օգնել մշակել։ Նա ձեռքը տարավ դեմքին, խոցելիության հազվագյուտ ժեստով։ Հայրս ասաց, որ դա տաղանդի վատնում կլինի։ Որ հոլդինգը չի կարող իրեն թույլ տալ կորցնել իր իրավաբանական տնօրենին հիմա, լոնը։ Դեղագործական ընկերության հետ միաձուլման կեսին։ Որ մենք կգտնեինք այլ լուծում։ Լուիզան դանդաղ էր կլանում տեղեկատվությունը։ Նա զայրացած էր, վիրավորված, վախեցած, բայց Ռաֆայելի պարտված դիրքը, այնպես, ինչպես նրա սովորաբար ուղիղ ուսերն այժմ կարծես անտեսանելի բեռ էին կրում, թույլ չտվեց նրան կրկին հարձակվել։ Ուրեմն ո՞րն է այդ մյուս լուծումը, հարցրեց նա, ձայնը ավելի մեղմ։ Դեռ քննարկում ենք։ Կան լրացուցիչ բարդություններ։ Ինչ տեսակի բարդություններ։ Ռաֆայելը կրկին վարանեց, մոտենալով համայնապատկերային պատուհանին։ Դրսում երանը բաբախում էր լույսերով, որոնք մարտահրավեր էին նետում գիշերին, անտարբեր այն դրամաների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում յուրաքանչյուր բնակարանում, յուրաքանչյուր գրասենյակում։ Ինչ-որ մեկը տեսանյութ է ուղարկել կոմպլայենս բաժին, վերջապես ասաց նա։ Արարատ համալիրի վերելակից։ Այն օրվանից, երբ մենք ծանոթացանք։ Լուիզան սառեց։ Տեսանյութ։ Մերոմ։ Այն պահից, երբ նա հազաց, ակնհայտորեն անհարմար զգալով, համբույրից։ Այդ պահի հիշողությունը վառ վերադարձավ Լուիզայի մտքում։ Խցանված վերելակը, աճող լարվածությունը, զրույցը, որը զարմանալիորեն հեշտությամբ էր հոսում երկու անծանոթների միջ։ Եվ հետո, գրեթե ինչպես ֆիլմում, անսպասելի համբույրը։ Նրա կողմից սկսված, նրա կողմից պատասխանված այնպիսի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նրան։ Մի պահ, որը պետք է մնար անձնական, հիմա վերածվել էր ապացույցի։ Ինչպես։ Կարծում էի, որ տեսախցիկները էլեկտրաէներգիայի խափանումը։ Տեսախցիկներն ունեն մարտկոցի պահուստ։ Դրանք շարունակում են նկարել նույնիսկ էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ, թե նվազեցված որակով։ Նա շրջվեց, նրան նայելու։ Տեսանյութը խմբագրվել է։ Ինչ-որ մեկը մեծացրել է, ավելացրել է հուշող ֆոնային երաժշտություն։ Այն ակնհայտորեն մանիպուլյացիայի է ենթարկվել, որպեսզի ավելի վարկաբեկող թվա, քան իրականում էր։ Իրավիճակի սարսափը սկսեց բյուրեղանալ Լուիզայի մտքում։ Դա պարզապես լուր, կասկած չէր։ Կար տեսողական ապացույց մանիպուլյացիայի ենթարկված, վարկաբեկող թվալու համար։ Ով կաներ դա։ Մարինեն։
Դեռ չգիտենք։ Տեսանյութն անանուն է հասել։ Հայրս հրամայել է ներքին հետաքննություն անցկացնել, բայց դա ժամանակ կպահանջի։ Լուիզան կրկին նստեց բազմոցին, ոտքերը չափազանց թույլ էին նրան պահելու համար։ Նրա առաջին իրական աշխատանքը, այն հնարավորությունը, որին նա այդքան ձգտում էր, հիմա վտանգված էր անկեղծ կապի մի պահի պատճառով, որը վերածվել էր կորպորատիվ սկանդալի։ Ես չեմ գնա Գյումրի, վերջապես ասաց նա, ձայնը վերականգնելով ամրությունը։ Ես չեմ փախչի, կարծես ինչ-որ սխալ բան արած լինեմ։ Ռաֆայելը երկար նայեց նրան, հիացմունքի փայլ հայտնվեց նրա հոգնած աչքերում։ Ինչ եք առաջարկում այն ժամանակ։ Լիակատար թափանցիկություն։ Մենք ամեն ինչ ընդունում ենք։ Հանդիպումը վերելակում, հարաբերությունները, որոնք զարգացրեցինք, հետո կանոնները, որոնք սահմանեցինք մասնագիտական էթիկան պահպանելու համար։ Առանց բացթողումների, առանց արդարացումների։ Դա կարող է բավարար չլինել, Լուիզա։ Ձեր հեղինակությանը հասցված վնասը։ Իմ հեղինակությունը։ Նա ծիծաղեց, բայց նրա ձայնում հումոր չկար։ Ռաֆայել, ես մեծացել եմ Նորքի թաղամասում։ Գիտեք, քանի անգամ եմ լսել, որ ես ոչ մի տեղ չեմ հասնի։ Որ իմ նման աղջիկները 16 տարեկանում հղիանում են կամ ստորադաս աշխատանքներ են կատարում։ Մայրս 30 տարի տներ է մաքրել, որ ես կարողանամ սովորել։ Ես թույլ չեմ տա, որ մանիպուլյացիայի ենթարկված տեսանյութը չարամիտ բամբասանքները հիմա սահմանեն ինձ։ Նրա ձայնի վճռականությունը կարծես ինչ-որ բան բորբոքեց Ռաֆայելում։ Նա դանդաղ գլխով արեց, դեմքին լուծում ձավորվեց։ Լավ։ Լիակատար թափանցիկություն։ Բայց մենք դա կանենք իմ ձով։ Նա մոտեցավ, նստելով նրա կողքին, բազմոցին։ Վաղը ես կխնդրեմ ընդհանուր հանդիպում։ Բոլոր բաժինները, բոլոր աշխատակիցները։ Եվ այնտեղ, բոլորի ներկայությամբ, ես կստանձնեմ հարաբերությունները, կբացատրեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Մենք կստանձնենք, շտկեց նա։ Ես կլինեմ ձեր կողքին։ Նա վարանեց։ Վստահ եք։ Դա դժվար կլինի։ Կլինեն հայացքներ, մեկնաբանություններ, դատողություններ։ Այո։ Ես չեմ թաքնվի։ Նա ձեռքը մեկնեց, մեղմորեն դիպչելով նրա դեմքին։ Բայց մինչ այդ մի բան եմ ուզում իմանալ։ Ինչ է սա նշանակում մեզ համար։ Մենք սրանում միասին ենք միայն սկանդալին դիմակայելու համար, թե։ Ռաֆայելը իր ձեռքով ծածկեց նրա ձեռքը։ Մենք սրանում միասին ենք, վերջ։ Եթե դու դեռ ինձ ես ուզում այս ամբողջ խառնաշփոթից հետո։ Այդ գիշեր նրանք գրկախառն քնեցին, հաջորդ օրվա անհանգստությունը խառնված թեթացման տարօրինակ զգացման հետ։ Գաղտնիքն ավարտվել էր։ Լավ կամ վատ, նրանք այլս ստվերում ապրելու կարիք չունեին։ Առավոտը նորոգված վճռականություն բերեց։ Նրանք առանձին հասան ընկերություն, համաձայնեցվածի համաձայն։ Ժամը 10:00-ին բոլոր աշխատակիցներին էլեկտրոնային նամակ ուղարկվեց, հրավիրելով արտակարգ հանդիպման ժամը 11:00-ին գլխավոր դահլիճում։ Անձամբ ստորագրված Մարտիրոս Ալմեյդայի նախագահի Ռաֆայել Մորեյրայի իրավաբանական տնօրենի կողմից։ Միջանցքները եռում էին ենթադրություններից։ Լուիզան գլուխը բարձր պահեց, անցնելով շշնջացող խմբերի կողքով, ոմանք աննկատ ցույց էին տալիս, մյուսները ձացնում էին, թե չեն նկատում նրան։ Կարինան նրան գտավ զուգարանում հանդիպումից րոպեներ առաջ։ Դու լավ ես։ Կարծես ինչ-որ հայտարարություն է լինելու։ Լավ եմ, պատասխանեց Լուիզան, զարմանալով իր ձայնի հանգստությունից։ Եվ այո, հայտարարություն է լինելու։ Մասին։ Գիտես։ Այո, իմ Ռաֆայելի մասին։ Կարինան անկեղծորեն անհանգստացած թվաց։ Ինչ կլինի քեզ հետ։ Դեռ չգիտեմ։ Բայց ես դրան կդիմակայեմ բարձր գլխով, ինչ էլ որ լինի։ Դահլիճն արագ լցվեց։ Աշխատակիցներ բոլոր բաժիններից, ամենաբարձրաստիճան գործադիրից մինչ ամենանոր ստաժորը, բոլորը նստած էին համարակալված նստատեղերին կամ կանգնած կողքերում։ Լուիզան տեղ ընտրեց մեջտեղում, ոչ թաքնված հետում, ոչ էլ սադրիչ կերպով առջում։ Ժամը 11:00-ին Մարտիրոս Ալմեյդան բարձրացավ բեմ։ Նրա խիստ դեմքը հույզեր չէր բացահայտում, բայց ակնհայտ լարվածություն կար նրա ձեռքում, որով նա բռնում էր խոսափողը։ Բարի օր բոլորին։ Շնորհակալություն կարճ ժամանակում ներկայության համար։
Մենք այստեղ ենք քննարկելու մի նուրբ հարց, որը հասել է տնօրենների խորհրդի գիտությանը, որը, ինչպես կարողացա դիտել, զգալի շահարկումներ է առաջացրել վերջին օրերին։ Դահլիճում մահացու լռություն տիրեց։ Լուիզան զգում էր իրեն ուղղված հայացքները, բայց աչքերը պահեց բեմին։ Արաքս Հոլդինգը միշտ գնահատել է թափանցիկությունն ու էթիկան իր բոլոր գործունեություններում։ Այս արժեքները տարածվում են ներքին հարաբերությունների մեր աշխատակիցների վարքագծի վրա, անկախ պաշտոնից կամ աշխատանքային փորձից։ Մարտիրոսը դադար տվեց, կարգավորելով ակնոցը։ Մենք վերջերս ստացել ենք պաշտոնական բողոք մեր թիմի անդամների միջ հնարավոր անպատշաճ հարաբերությունների մասին, բարեհաճության մեր ներքին քաղաքականության խախտման մեղադրանքներով։ Մենք հետաքննությունը կանցկացնեինք մեր արձանագրությունների համաձայն, բայց ներգրավվածները խնդրեցին այս հանդիպումը ուղղակիորեն բոլորիդ հայտարարելու համար։ Նա թեթակի հետ քաշվեց, տեղ տալով. Խոսքը փոխանցում եմ դոկտոր Ռաֆայել Մորեյրային։ Ռաֆայելը բարձրացավ բեմ այն պրոֆեսիոնալ դիրքորոշմամբ, որին բոլորը ծանոթ էին, թե Լուիզան կարող էր հայտնաբերել լարվածությունը նրա ուսերում։ Նա կարգավորեց խոսափողը, կարճ ժամանակով, նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին ամբոխի մեջ։ Բարի օր։ Ես այսօր այստեղ եմ ոչ միայն որպես իրավաբանական տնօրեն, այլ հիմնականում որպես մեկը, ով չկարողացավ հետել քաղաքականություններին, որոնք ես ինքս եմ օգնել իրականացնել։ Նրա ձայնը ամուր էր, առանց վարանման։ Մոտավորապես 4 ամիս առաջ ես պատահաբար ծանոթացա մի մարդու հետ, լիովին կորպորատիվ միջավայրին չվերաբերող հանգամանքներում։ Կար անմիջական, անկեղծ կապ, որը մենք երկուսս էլ որոշեցինք ուսումնասիրել։ Դահլիճով շշուկներ անցան։ Ռաֆայելը շարունակեց. Այն, ինչ մենք չգիտեինք այդ պահին, այն էր, որ զարմանալի համընկնումով այդ մարդը պատրաստվում էր սկսել աշխատել Արաքս Հոլդինգում։ Երբ մենք իմացանք, արդեն ուշ էր։ Զգացմունքն արդեն գոյություն ուներ։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Ես խոստովանում եմ, որ այդ պահին ճիշտ ընթացակարգը կլիներ տեղեկացնել մարդկային ռեսուրսների բաժնին հետել աշխատակիցների միջ հարաբերությունների մեր արձանագրությանը։ Մենք դա չարեցինք, դա իմ կողմից զգալի ձախողում էր, հատկապես հաշվի առնելով իմ դիրքը ընկերությունում։ Լսարանում աճող անհանգստություն տիրեց։ Ռաֆայելը թեթակի բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով։ Ես ուզում եմ բացարձակապես հստակ դարձնել։ Ոչ մի պահի չի եղել որևէ տեսակի ոտնձգություն, հարկադրանք կամ իշխանության օգտագործում, որևէ բնույթի բարեհաճություն ստանալու համար։ Մենք սահմանել ենք պրոֆեսիոնալ վարքագծի խիստ կանոններ, աշխատանքային միջավայրում պահպանելով բացարձակ հեռավորություն։ Տվյալ անձի կողմից ստացված ցանկացած մասնագիտական ճանաչում հիմնված է եղել բացառապես արժանինքների իրավասության վրա, գնահատված նրա անմիջական ղեկավարների կողմից, առանց իմ որևէ միջամտության։ Նա մեկ դադար տվեց, նրա աչքերը կրկին հանդիպեցին Լուիզայի աչքերին։ Այնուամենայնիվ, ես խոստովանում եմ, որ տեսքը կարևոր է, որ մեր թափանցիկության բացակայությունը տեղ է ստեղծել վնասակար մեկնաբանությունների համար։ Դրա համար էլ ես այստեղ եմ, ստանձնելով լիարժեք պատասխանատվություն այս էթիկական ձախողման համար։ Հենց այդ ժամանակ Ռաֆայելն անսպասելի բան արեց։ Նա իջավ բեմից, մոտեցավ այնտեղ, որտեղ Լուիզան նստած էր։ Նա ձեռքը մեկնեց նրան, լուռ հրավեր։ Առանց վարանելու, նա ընդունեց այն, վեր կենալով։ Միասին նրանք վերադարձան բեմ, ամբողջ ընկերության ապշած հայացքների ներքո։ Սա Լուիզա Մենդոնսան է, նախագծերի վերլուծաբան, հայտարարեց Ռաֆայելը, նրա ձայնն այժմ ավելի մեղմ, գրեթե անձնական։ Մարդը, ում հետ ես կապված եմ։ Եվ նախքան շահարկումներն ու դատողությունները կսկսվեն, ես կցանկանայի, որ նա ինքն իր մասին խոսեր։ Լուիզան իր վրա զգաց հարյուրավոր հայացքների ծանրությունը։ Նրա սիրտը կատաղի բաբախում էր կրծքի մեջ, բայց Ռաֆայելի ձեռքը նրա ձեռքին լուռ ուժ էր փոխանցում։ Նա մոտեցավ խոսափողին, կոկորդը չոր, բայց ձայնը զարմանալիորեն ամուր։ Բարի օր բոլորին։ Ձեզանից շատերը ինձ չեն ճանաչում։ Ես կրտսեր վերլուծաբան եմ, սկսել եմ ընդամենը 4 ամիս առաջ։ Ես Գյումրիի Բելա Վիստա թաղամասից եմ, սովորել եմ հանրակրթական դպրոցում, 16 տարեկանից աշխատել եմ մորս, տնային տնտեսուհուն օգնելու համար, շատ ջանքերով նվաճել եմ իմ տեղը Երանի պետական համալսարանում։ Նա դադար տվեց, դիտելով իրեն նայող դեմքերը, ոմանք թշնամական, ոմանք հետաքրքրասեր, ոմանք անկեղծորեն կարեկցող։ Երբ ես միացա Արաքս Հոլդինգին, դա երազանքի իրականացում էր։
Իմ առաջին պաշտոնական աշխատանքը խոշոր ընկերությունում հնարավորություն կառուցելու ամուր կարիերա։ Եվ հետո ճակատագրի բերումով ես հայտնաբերեցի, որ այն տղամարդը, ում հետ ծանոթացել էի մի քանի օր առաջ, ում հետ անմիջական կապ էի ունեցել, իմ հիերարխիկ վերադասն էր։ Լուիզան խորը շունչ քաշեց, հաջորդ բառերը զգուշորեն ընտրելով։ Մենք կարող էինք պարզապես անտեսել այն, ինչ զգում էինք։ Դա ավելի հեշտ կլիներ, ավելի անվտանգ։ Բայց մենք որոշեցինք փորձել հստակ սահմաններ դնելով պրոֆեսիոնալի անձնականի մեջ։ Ես երբեք չեմ օգտագործել այս հարաբերությունները առավելություններ ստանալու համար։ Իրականում ես կրկնակի եմ աշխատել իմ արժեքն ապացուցելու համար, գիտակցելով, որ ցանկացած ճանաչում կկասկածվի, եթե մեր իրավիճակը բացահայտվի։ Նրա աչքերը սահեցին դահլիճով մինչ գտան Մարինեին, նստած երրորդ շարքում, դեմքը վատ թաքցրած արամարանքի դիմաc։ Ես հասկանում եմ, որ դրսից տեսքը կարող է անպատշաճ բան հուշել։ Բայց ես երաշխավորում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Այն ամենը, ինչ ես ձեռք եմ բերել այստեղ, եղել է իմ սեփական արժանինքներով, գնահատված իմ անմիջական ղեկավարների կողմից, ովքեր նույնիսկ չգիտեին այս հարաբերությունների մասին։ Նա շրջվեց դեպի Ռաֆայելը, ով նրան դիտում էր հպարտության անհանգստության խառնուրդով։ Ես չեմ զղջում զգացմունքների համար։ Ես զղջում եմ միայն թափանցիկության բացակայության համար։ Եվ պատրաստ եմ ընդունել այդ ընտրության հետանքները, ինչպիսին էլ որ լինեն դրանք։ Ծանր լռություն տիրեց դահլիճում, երբ Լուիզան ավարտեց։ Դա Մարտիրոս Ալմեիդան էր, ով կոտրեց այն, վերադառնալով բեմի կենտրոն։ Շնորհակալություն անկեղծության համար, տիկին Մենդոնսա։ Նա շրջվեց դեպի հանդիսատեսը։ Տնօրենների խորհուրդը ես մանրամասն քննարկել ենք այս իրավիճակը վերջին 24 ժամվա ընթացքում։ Սա աննախադեպ դեպք է մեր կորպորատիվ պատմության մեջ պահանջել է մանրակրկիտ վերլուծություն։ Մարտիրոսը կրկին կարգավորեց ակնոցը, նյարդային սովորություն, որը հազվադեպ էր եղում միշտ հանգիստ նախագահի մոտ։ Բոլոր ասպեկտները գնահատելուց հետո ներառյալ տիկին Մենդոնսայի մասնագիտական կատարողականը, որը անկախ հաստատվել է նրա անմիջական ղեկավարների կողմից, դոկտոր Մորեյրայի վարքագիծը, կապված իր տնօրենի պարտականությունների հետ, մենք որոշում ենք կայացրել։ Լուիզան զգաց, որ Ռաֆայելի ձեռքը մեղմորեն սեղմում է իր ձեռքը։ Նա պատրաստվեց վատագույնին։ Արաքս Հոլդինգը չի հանդուրժում իր քաղաքականության խախտումները, հատկապես շահերի բախման հետ կապվածները։ Այնուամենայնիվ, մենք նախոստովանում ենք, որ բացառիկ հանգամանքները կարող են պահանջել հարմարեցված լուծումներ։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Դրա համար էլ մենք որոշել ենք, որ տիկին Մենդոնսան կփոխանցվի նոր բիզնեսների բաժին։ Ուղղակիորեն զեկուցելով տնօրեն Կլաուդիա Ֆոնտեսին, վերացնելով ցանկացած հիերարխիկ կապ, ուղղակի կամ անուղղակի, իրավաբանական բաժնի հետ։ Լրացուցիչ, երկուսն էլ կստորագրեն պարտավորության պայմանագիր, սահմանելով կոնկրետ վարքագիծ, որին պետք է հետեն մասնագիտական միջավայրում։ Դա աշխատանքից ազատում չէր։ Դա այլ քաղաք փոխանցում չէր։ Դա լուծում էր, որը թույլ կտար երկուսին էլ շարունակել, թե որոշ ճշգրտումներով։ Ինչ վերաբերում է անանուն բողոքին ստացված տեսանյութին, շարունակեց Մարտիրոսը, նրա տոնը խստացնելով, ես հրամայել եմ լիակատար հետաքննություն անցկացնել այդ ապացույցների ծագման, ինչպես նա կորպորատիվ անվտանգության նյութերի հնարավոր մանիպուլյացիայի վերաբերյալ, ինչը մեր գաղտնիության տեղեկատվական անվտանգության քաղաքականության լուրջ խախտում է։ Նրա աչքերը սահեցին հանդիսատեսով, կարճատ կանգ առնելով որոշ դեմքերի վրա։ Ես ուզում եմ հստակ դարձնել բոլորին։ Արաքս Հոլդինգը չի հանդուրժում ոտնձգություն, չարամիտ բամբասանքներ կամ գործընկերների մասնագիտական հեղինակությանը վնասելու փորձեր։ Այդ խախտման համար պատասխանատու անձը, երբ հայտնաբերվի, կբախվի արարքի լրջությանը համաչափ հետանքների։ Մարտիրոսը մոտեցավ Ռաֆայելին Լուիզային, ձեռքը որդու ուսին դնելով։ Նրա դեմքը, սովորաբես խիստ, թեթակի մեղմացավ։ Շնորհակալություն երկուսիդ էլ հանրության առջ դուրս գալու համար։ Դա հեշտ որոշում չէր, բայց ճիշտ որոշում էր։ Այս հարցը պաշտոնապես փակված է ընկերության ներսում։ Հուսով եմ, որ բոլորը կվերսկսեն իրենց գործունեությունը այն պրոֆեսիոնալիզմով, որը միշտ բնութագրել է մեր թիմին։ Երբ նրանք իջան բեմից, սկզբնական լռությունը խախտվեց անսպասելի բանով, ծափահարություններով։ Սկսվեցին ամաչկոտ, ցրված, դահլիճի մեկուսացված անկյուններից։ Կարինան առաջինն էր, ով վեր կացավ, եռանդով ծափահարելով։ Մյուսները հետեցին նրան, նախագծերի բաժնի գործընկերները, ոմանք իրավաբանական բաժնից, նույնիսկ աշխատակիցներ, ում Լուիզան երբեք չէր տեսել։
Դրանք միաձայն ծափահարություններ չէին։ Շատերը նստած մնացին, դեմքերը փակված անհավանությունից։ Մարինեն վեր կացավ ցուցադրաբար դուրս եկավ, դուռը շրխկացնելով անցնելիս։ Բայց այնտեղ, համերաշխության այդ ինքնաբուխ ժեստում, կար մի բան, որը Լուիզան չէր սպասում, ընդունում։ Մինչ նրանք լքում էին դահլիճը կողային դռնով, Ռաֆայելը շշնջաց. «Դու այնտեղ անհավանական էիր։ Ավելի ուժեղ, քան ես երբեք կարող էի լինել»։ «Մենք ուժեղ էինք», շտկեց նա։ «Եվ սա պարզապես սկիզբն է»։ Շշուկները շարունակվեցին շաբաթներ շարունակ։ Հայացքներ միջանցքներում, զրույցներ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր, որոշ գործընկերներ, ովքեր խուսափում էին նրա հետ վերելակ բաժանելուց, այո, հեգնանքը աննկատ չմնաց։ Բայց կային նրանք, ովքեր պնդում էին նրա հետ ճաշել, նրան զրույցների մեջ ներգրավել, վերաբերվել նրան այն պրոֆեսիոնալ հարգանքով, որին նա միշտ արժանի էր։ Նրա տեղափոխումը նոր բիզնեսների բաժին, որն ի սկզբանե քողարկված պատիժ էր թվում, անսպասելի հնարավորություն դարձավ։ Կլաուդիա Ֆոնտեսը, որը հայտնի էր իր անողոք կատարելությամբ, դարձավ արժեքավոր մենթոր։ «Ինձ չի հետաքրքրում, թե ում հետ ես ընկերություն անում», ասաց նա իր առաջին հանդիպման ժամանակ, ուղղակիորեն նայելով նրա աչքերին։ «Ինձ հետաքրքրում է, թե ինչ ես մատուցում։ Եվ այն, ինչ ես տեսել եմ քո նախորդ աշխատանքից, դու բացառիկ արդյունքներ ես մատուցում»։ Ինչ վերաբերում է Ռաֆայելին, արձագանքն ավելի երկիմաստ էր։ Ոմանք հիանում էին նրա անկեղծությամբ, իրավիճակը ստանձնելու համար։ Մյուսները կասկածի տակ էին դնում նրա դատողությունը։ Մասնագիտական հարգանքը, սակայն, մնաց անփոփոխ։ Նրա իրավաբանական գիտելիքները իրավասությունը անվիճելի էին, նույնիսկ ամենաքննադատների համար։ Նրանք խստորեն հետեցին պարտավորության պայմանագրի կանոններին։ Աշխատանքային միջավայրում սիրո ոչ մի դրսևորում, խիստ պրոֆեսիոնալ հաղորդակցություն, երբ անհրաժեշտ է տարբեր ժամերին դուրս գալ։ Ընկերությունից դուրս, սակայն, հարաբերությունները ծաղկեցին նոր ազատությամբ։ Ընթրիքներ ռեստորաններում, որտեղ նախկինում կվախենային տեսանելի լինելուց, հանգստյան օրեր մոտակա լողափերում, առանց գործընկերների հետ հանդիպելու մշտական վախի, նույնիսկ այցելություններ Լուիզայի մորը, տիկին Զուլեյդային Գյումրիի Բելա Վիստա թաղամասում, որտեղ Ռաֆայելին ընդունեցին տիկին Զուլեյդայի սկզբնական թերահավատությամբ, որը աստիճանաբար տեղի տվեց, նկատելով նրա դստեր հանդեպ ունեցած սիրո անկեղծությունը։ Բայց մի հարց դեռ անպատասխան էր մնում. ով էր ուղարկել մանիպուլյացիայի ենթարկված տեսանյութը։ Ով կունենար շահագրգռվածություն նրանց այդպես բացահայտելու մեջ։ Ներքին հետաքննությունը շարունակվում էր աննկատ, անվտանգության բաժնի կողմից, Մարտիրոսի անմիջական հսկողության ներքո։ Գրեթե 2 ամիս անց Լուիզային կանչեցին նախագահի սենյակ, մենակ, առանց Ռաֆայելի։ «Տիկին Մենդոնսա, շնորհակալություն ձեր ներկայության համար», Մարտիրոսը նրան դիմավորեց պրոֆեսիոնալ ձականությամբ, ցույց տալով իր դիմացի աթոռը։ Սեղանին, պլանշետ։ «Կարծում եմ, մենք վերջապես պատասխաններ ունենք այն միջադեպի վերաբերյալ, որն ավարտվեց մեր ընդհանուր հանդիպումով մի քանի շաբաթ առաջ»։ Նա պլանշետը շրջեց դեպի նա։ Էկրանին հետաքննության զեկույցը, մի անունով, որը նրան լիովին անակնկալի բերեց, Էլեն Ֆոնսեկա, Արարատ համալիրի ընդունարանի աշխատակցուհի։ Տիկին Ֆոնսեկան աշխատում է շենքի ընդունարանում 8 տարի, բացատրեց Մարտիրոսը։ Իր պարտականությունների շրջանակում նա մուտք ունի անվտանգության համակարգ, սովորական ստուգումների համար։ Ակնհայտորեն, վերելակի միջադեպից հետո նա նկատել է ձեզ իմ որդուն պատկերներում, այն պատճառներով, որոնք մենք դեռ փորձում ենք լիովին հասկանալ, պահպանել է ձայնագրությունը անձնական սարքի վրա։ Լուիզան դանդաղ էր կլանում տեղեկատվությունը։ Բայց ինչու՞։ Ես նրան գրեթե չեմ ճանաչում, նրա հետ խոսել եմ միայն այն ժամանակ, երբ գնացել էի Կարինայի ֆլեշ կրիչը վերցնելու։ Մեր հետաքննողների համաձայն, թիրախը դուք չէիք, այլ Ռաֆայելը։ Մարտիրոսը անհարմար թվաց։ Տիկին Ֆոնսեկան ակնհայտորեն զգացմունքներ էր տածում իմ որդու հանդեպ տարիներ շարունակ։ Նա նրան ողջունում էր ամեն առավոտ, հատուկ սուրճ էր պատրաստում, երբ գիտեր, որ նա կգա, անանում փոքրիկ նվերներ էր ուղարկում տոնական օրերին։ Մի կպչունություն, որը Ռաֆայելը, այլ հարցերով զբաղված լինելով, երբեք չէր նկատել։ Դողացում անցավ Լուիզայի ողնաշարով։ Անծանոթի կողմից դիտարկվելու, վերահսկվելու գաղափարը, որը պայմանավորված էր մոլուցքով, խորապես անհանգստացնող էր։ Երբ նա ձեզ տեսավ այդ օրը, ինչ-որ բան կոտրվեց, շարունակեց Մարտիրոսը։ Եվ երբ ամիսներ անց նա իմացավ, որ դուք հարաբերությունների մեջ եք, որոշեց գործել։
Նա խմբագրեց տեսանյութը, անանուն ուղարկեց բողոքների ալիքին լուրեր տարածեց աշխատակիցների միջ, հատկապես մարքեթինգի մարինեի միջ, ով պարզապես ակամա ուժեղացուցիչ ծառայեց։ Ինչ կլինի նրա հետ։ Նա արդեն ազատվել է այն կողմնակի ընկերությունից, որը կառավարում է շենքի ընդունարանը։ Ինչ վերաբերում է իրավական միջոցներին, Մարտիրոսը դադար տվեց։ Դա մասամբ կախված է ձեզանից։ Կար գաղտնիության ակնհայտ խախտում, անվտանգության համակարգերի ոչ պատշաճ օգտագործում, հնարավոր զրպարտություն։ Մենք հիմք ունենք քրեական գործ հարուցելու, եթե այդպես ցանկանաք։ Լուիզան մի պահ մտածեց։ Ինչ-որ մեկին դատի տալու, այդ պատմությունը դատարաններով քաշելու, շոուն երկարացնելու, ավելի շատ ցավ պատճառելու գաղափարը նրան գրավիչ չթվաց։ Կարող եմ մտածել այդ մասին։ Իհարկե։ Որոշում կայացնելու համար շտապելու կարիք չկա։ Այդ գիշեր նա բացահայտումը կիսեց Ռաֆայելի հետ։ Նստած իր բնակարանի պատշգամբում, դիտելով ներքում լուսավորված երանը, նրանք քննարկեցին հետանքները։ Էլեն, մրմնջաց Ռաֆայելը, շփոթված։ Միշտ քաղաքավարի, միշտ անտեսանելի։ Երբեք չէի պատկերացնում։ Դա է վախեցնում, պատասխանեց Լուիզան, թեթակի կծկվելով գիշերային ցուրտ քամուց։ Մենք երբեք չգիտենք, թե ով է դիտում, ով է պատմություններ կառուցում մեր մասին։ Ինչ ես պատրաստվում անել։ Գործի մասին։ Նա վարանեց, կարգի բերելով մտքերը։ Ես չեմ ուզում նրան դատի տալ։ Վստահ ես։ Նա գրեթե ոչնչացրեց քո կարիերան։ Մեր հեղինակությունը։ Այո, բայց դատի տալը խաղաղություն չի բերի։ Դա միայն կերկարացնի դրաման, վերքը բաց կպահի։ Լուիզան շրջվեց, նրան նայելու։ Բացի այդ, նա արդեն կորցրել է աշխատանքը։ Արդեն։ Բացահայտվել է։ Որքան էլ պատիժ է պետք մարդուն։ Ռաֆայելը երկար նայեց նրա դեմքին, նախքան դանդաղ գլխով անելը։ Կարեկցանք։ Կորպորատիվ աշխարհում, որը գնահատում է վրեժխնդրությունը գերիշխանությունը, դու ընտրում ես կարեկցանքը։ Գիտես, թե ինչու սիրահարվեցի քեզ այդ վերելակում, Լուիզա Մենդոնսա։ Դրա համար։ Այդ լույսը, որը դու կրում ես, նույնիսկ ունենալով բոլոր պատճառները, մթությունը ընտրելու համար։ 2 օր անց Լուիզան իր որոշումը հայտնեց Մարտիրոսին։ Նա չի դատի Էլենին։ Նա միայն խնդրեց, որ ընկերությունը նրան հոգեբանական աջակցություն առաջարկի, եթե հնարավոր է։ Մարտիրոսը, սկզբնապես զարմացած, ի վերջո համաձայնեց։ Արտասովոր որոշում է, մեկնաբանեց նա։ Շատերը արդարություն կփնտրեին վրեժխնդրության միջոցով։ Արդարությունն ու վրեժխնդրությունը տարբեր բաներ են, պատասխանեց Լուիզան, այնպիսի վստահությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Ես հավատում եմ, որ բոլորն արժանի են երկրորդ հնարավորության, վերակառուցելու իրենց կյանքը, պայմանով, որ հասկանան իրենց գործողությունների ազդեցությունը։ Նրա որոշման լուրն արագ տարածվեց ընկերությունում։ Ազդեցությունը զարմանալի էր։ Գործընկերները, ովքեր նախկինում խուսափում էին նրանից, հիմա ողջունում էին նրան միջանցքներում։ Կլաուդիան, նրա տնօրենը, թիմային հանդիպման ժամանակ նրա վերաբերմունքը որպես հուզական առաջնորդություն ճգնաժամային իրավիճակներում օրինակ բերեց։ Նույնիսկ Մարինեն, ակամա բամբասողը, մի օր մոտեցավ սրճարանում, անհարմար ներողություն խնդրելու համար։ Հաջորդող շաբաթներին Լուիզային հրավիրեցին մասնակցելու ծայրամասերի երիտասարդ տաղանդների համար մենթորության ծրագրի, որը կազմակերպվում էր Արաքս Հոլդինգի սոցիալական հիմնադրամի կողմից։ Նա հրավերներ ստացավ կանանց առաջնորդության վերաբերյալ պանելային քննարկումների բիզնես կոնգրեսներում։ Բիզնես ամսագիրը նրան ներառեց իր ամենամյա դիտարկման ենթակա 30 մասնագետ 30 տարեկանից ցածր ցուցակում։ Ռաֆայելը, իր հերթին, աննկատորեն հպարտ էր մնում հետին պլանում։ Սա քո պահն է, ասում էր նա, երբ նա վարանեց ընդունել դասախոսության կամ հարցազրույցի հրավեր։ Դու դա նվաճել ես, ոչ թե սկանդալի պատճառով, այլ այնպես, ինչպես դրան դիմակայեցիր։ Հաջորդած ամիսները նոր առօրյա բերեցին Լուիզայի Ռաֆայելի համար։ Փոթորիկն անցել էր, իր հետ թողնելով ոչ թե ավերածություններ, այլ անսպասելիորեն բերրի հող։ Հարաբերությունները, որոնք նախկինում պահվում էին ստվերում, այժմ ծաղկում էին ցերեկվա լույսի ներքո։ Դեռս աննկատ կորպորատիվ միջավայրում, համաձայն կնքված պայմանագրի, բայց ազատ այն գաղտնիքներից, որոնք խեղդում էին այն։
Ուրբաթ օրվա մի կեսօր բացահայտման ճակատագրական օրից գրեթե 6 ամիս անց Լուիզան փակում էր իր նոթբուքը նոր բիզնեսների գրասենյակում, երբ Կլաուդիա Ֆոնտեսը մոտեցավ իրեն բնորոշ էլեգանտ վճռական քայլվածքով։ Ավարտո՞ւմ եք Գյումրիի նախագծի զեկույցը, հարցրեց տնօրենը, հենվելով աշխատանքային կայանի բաժանարարին։ Նոր եմ ուղարկել, հաստատեց Լուիզան, դեմքին բավարարված ժպիտ։ Ես ներառեցի այն լրացուցիչ վերլուծությունը սոցիալ բնապահպանական ազդեցության մասին, որը դուք առաջարկեցիք։ Կարծում եմ, դա զգալիորեն ամրապնդեց առաջարկը։ Կլաուդիան գլխով արեց, նրա խորաթափանց աչքերում հավանության փայլ։ Հիանալի է։ Իրականում, ես այստեղ եմ եկել, զրուցելու զեկույցներից բացի այլ բանի մասին։ Նա ժեստով ցույց տվեց իր անձնական սենյակը։ Մի րոպե ունեք։ Օպերայի այգու տեսարանով ընդարձակ գրասենյակում Կլաուդիան չնստեց տպավորիչ փայտե սեղանի հետում, ինչպես սովորաբես, այլ ընտրեց երկու բազկաթոռներ, որոնք դրված էին ավելի ոչ ֆորմալ անկյունում։ Դա մի ժեստ էր, որը Լուիզան արդեն սովորել էր ճանաչել։ Երբ զրույցը ավելի անձնական կլիներ, քան զուտ պրոֆեսիոնալ։ Անմիջապես կանցնեմ գործին, սկսեց Կլաուդիան, անթերի կտրված տաբատով ծածկված ոտքերը խաչելով։ Խորհուրդը հաստատեց բաժնի ներսում նոր համակարգող բաժնի բացումը, որը կենտրոնացած է հատուկ սոցիալական ազդեցության կայունության նախագծերի վրա։ Մի ճյուղ, որը ուղղակիորեն կաշխատի հիմնադրամի շահույթը նպատակի հետ ինտեգրելու շահագրգիռ հաճախորդների հետ։ Լուիզան սպասեց, զգալով, որ ավելին կա։ Ձեր անունը դիտարկվում է այդ համակարգումը ստանձնելու համար, լրացրեց Կլաուդիան, ուշադիր դիտելով նրա արձագանքը։ Դա զգալի առաջխաղացում կլիներ, բաց թողնելով կարիերայի որոշ ավանդական քայլեր։ Բայց ձեր աշխատանքը վերջին ամիսներին, հատկապես Գյումրիի առաջարկում Հրազդան գետի ափամերձ համայնքների հետ փորձնական նախագծում, ցույց տվեց հենց այն տեսլականը, որը մենք փնտրում ենք։ Զարմանքը Լուիզային մի պահ անխոս թողեց։ Համակարգումը հսկայական ցատկ էր մեկի համար, ով ընկերությունում էր 1 տարուց պակաս, որպես կրտսեր վերլուծաբան։ Ես պատիվ եմ զգում, վերջապես կարողացավ արտահայտել։ Բայց խոստովանում եմ, որ զարմացած եմ։ Բաժնում շատ ավելի փորձառու մարդիկ կան։ Տեխնիկական փորձը ձեռք է բերվում, Լուիզա։ Տեսլականը նպատակը ավելի հազվադեպ են։ Կլաուդիան թեթակի առաջ թեքվեց։ Բացի այդ, ձեր անձնական ուղին բերում է մի հեռանկար, որը բացակայում է մեր գործադիր թիմում։ Մեկը, ով իր մաշկի վրա հասկանում է, թե ինչ ազդեցություն են ունենում կորպորատիվ որոշումները խոցելի համայնքների իրական կյանքի վրա։ Կարճատ լռություն տիրեց նրանց միջ, նախքան Կլաուդիան ավելացրեց. Իհարկե, ես տեղյակ եմ, որ ոմանք կարող են կասկածի տակ դնել այս առաջխաղացումը, հաշվի առնելով վերջին ամիսների հանգամանքները։ Լուիզան ստամոքսում հանգույց զգաց։ Նույնիսկ այսքան ժամանակ անց Ռաֆայելի հետ իր հարաբերությունների բացահայտման ստվերը դեռ կախված էր նրա կարիերայի վրա։ Ես հասկանում եմ ձեր վերապահումները, շարունակեց Կլաուդիան։ Բայց ուզում եմ, որ իմանաք, որ այս առաջարկը իմ կողմից է եկել, ոչ թե Մարտիրոսի կամ Ռաֆայելի։ Իրականում, Ռաֆայելը տեղյակ չէ այս զրույցից, ես հստակորեն խորհուրդ եմ տվել, որ նա բացառվի ձեր կարիերայի վերաբերյալ ցանկացած որոշման կայացման գործընթացից, նույնիսկ բարեհաճության տեսքից խուսափելու համար։ Տնօրենը վեր կացավ, մոտենալով պատուհանին։ Դրսում արը սկսում էր մայր մտնել, Երանի երկինքը նկարելով նարնջագույն երանգներով, որոնք հակադրվում էին շենքերի մոխրագույնին։ Դուք կորպորատիվ սկանդալը հաղթահարեցիք արժանապատվորեն, Լուիզա։ Պոտենցիալ կործանարար պահը վերածեցիք աճի հարթակի։ Այդ ճկունությունը, այդ կարողությունը նավարկելու բուռն ջրերում, առանց ուղղությունը կորցնելու, հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է ղեկավար պաշտոններում։ Այդ գիշեր իր բնակարան վերադառնալիս Լուիզան իրեն լողացող էր զգում։ Կլաուդիայի առաջարկը ներկայացնում էր ավելին, քան մասնագիտական առաջընթացը։ Դա հաստատում էր։ Հաստատում, որ իր ուղին սահմանվում էր ոչ թե իր հարաբերություններով, այլ իր սեփական իրավասությամբ։ Ռաֆայելն անմիջապես նկատեց նրա շողշողուն արտահայտությունը, երբ նա եկավ իրենց համաձայնեցված ընթրիքին։ Ինչ-որ բան է պատահել, հաստատեց նա, ոչ թե հարց, մինչ նրան գրկում էր դռան մոտ։ Քո աչքերը գրեթե կայծակ են արձակում։ Նա նրան տարավ փոքրիկ հյուրասենյակ, որտեղ նա պատրաստել էր պարզ, բայց էլեգանտ սեղան, մոմերով 2 բաժակ գինիով։ Նա պատմեց Կլաուդիայի հետ զրույցի, հնարավոր առաջխաղացման, այն մասին, թե ինչ էր դա նշանակում իր կարիերայի ինքնագնահատականի համար։
Սա անհավանական է, լու, Ռաֆայելն ասաց, անկեղծորեն ոգորված։ Ես ամենին էլ զարմացած չեմ։ Քո աշխատանքը գետապնյա նախագծում հեղափոխական էր։ Նույնիսկ հայրս մեկնաբանեց։ Ամենակարևորն այն է, որ դա Կլաուդիայի նախաձեռնությունն էր, ոչ թե քո ընտանիքի, շեշտեց Լուիզան մի կում գինի խմելով։ Դա նշանակում է, որ ես կառուցում եմ իմ սեփական ուղին, անկախ մեր հարաբերություններից։ Ռաֆայելը գլխով արեց, հասկանալով, թե ինչ խորություն էր դա ներկայացնում նրա համար։ Ես միշտ գիտեի, որ դու քո սեփական արժանինքներով հեռու կհասնես։ Դու հազվագյուտ կարողություն ունես։ Տեսնելու աղյուսակներից թվերից այն կողմ, հասկանալու մարդկային ազդեցությունը բիզնեսում։ Ընթրիքը շարունակվեց աշխույժ քննարկումներով նոր նախագծի, հնարավորությունների, գաղափարների մասին, որոնք նա արդեն սկսում էր ձակերպել։ Միայն աղանդերը մատուցելիս, պարզ պավ է, Լուիզայի մոր բաղադրատոմսով, Ռաֆայելը նուրբորեն փոխեց թեման։ Խոսելով նոր սկիզբների մասին, սկսեց նա իր սովորաբար վստահ ձայնում անսովոր նյարդայնություն, ես շատ եմ մտածել մեր մասին։ Ապագայի մասին։ Ինչ-որ բան, թե ինչպես նա արտասանեց ապագա բառը, ստիպեց Լուիզային դանդաղ դնել գդալը, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով իր դիմացի տղամարդու վրա։ Մենք միասին անցել ենք փոթորիկի միջով, շարունակեց նա։ Մենք տեսել ենք միմյանց վատագույնն ու լավագույնը ծայրահեղ ճնշման ներքո։ Եվ այս ամենը միայն ամրապնդեց այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ։ Ռաֆայել, մրմնջաց նա, իր կրծքում աճող կանխազգացում։ Ես հիմա ոչինչ չեմ առաջարկում, արագ պարզաբանեց նա, նկատելով նրա արտահայտությունը։ Ոչ այստեղ, ոչ այսպես։ Բայց ես ուզում եմ, որ իմանաս, որ ես մտածում եմ ինչ-որ հատուկ բանի մասին։ Մի բան, որը կխորհրդանշի այս նոր գլուխը մեզ համար։ Եթե դու պատրաստ ես, իհարկե։ Թեթացումը, խառնված սպասումի հետ, ներկեց Լուիզայի դեմքը։ Ինչ-որ հատուկ բան, հը։ Ես հետաքրքրված եմ։ Նա ժպտաց, այդ ժպիտը դեռ արագացնում էր նրա սիրտը։ Համբերություն, Լուիզա Մենդոնսա։ Որոշ բաներ արժե սպասել։ Հաջորդ շաբաթ Լուիզայի առաջխաղացումը պաշտոնականացվեց։ Ընկերությունում շրջանառվեց ներքին հաղորդագրություն, հայտարարելով սոցիալական ազդեցության նախագծերի նոր համակարգման ստեղծման նրա նշանակման մասին։ Նույն օրը դահլիճում կազմակերպվեց պարզ արարողություն, տնօրենների մենեջերների ներկայությամբ։ Ռաֆայելը ներկա էր, աննկատ, նստած այլ գործադիրների մեջ, նրա ժպիտը զուսպ էր, բայց լի հպարտությամբ։ Մարտիրոս Ալմեյդան կարճ ելույթ ունեցավ բիզնեսում նորարարության նպատակի մասին, խորհրդանշականորեն Լուիզային հանձնելով հուշատախտակ։ Այն ստանալիս նրանց հայացքները կարճատ հատվեցին, գրեթե աննկատելի պահ մյուսների համար, բայց լի իմաստով երկուսի համար էլ։ Դա առաջին անգամն էր, որ նրանք պաշտոնապես շփվում էին կորպորատիվ միջոցառման ժամանակ, սկանդալից հետո։ Տիկին Մենդոնսա, ասաց Մարտիրոսը, նրա ձայնի ձականությունը մեղմացված գրեթե հայրական տոնով, ձեր ներդրումներն արդեն զգալի հետք են թողել մեր կազմակերպությունում։ Մենք անհամբեր սպասում ենք տեսնելու, թե ինչպես կղեկավարեք այս նոր ձեռնարկը։ Շնորհակալություն, պարոն Ալմեյդա, պատասխանեց Լուիզան, ձայնը ամուր, չնայած նյարդայնությանը։ Խոստանում եմ պատվել ինձ վստահված վստահությունը։ Արարողությունից հետո, մինչ նա շնորհավորանքներ էր ընդունում գործընկերներից, Լուիզան նկատեց, որ Ռաֆայելն աննկատորեն լքել է դահլիճը։ Միայն ավելի ուշ, իր հեռախոսը ստուգելիս, նա պարզ հաղորդագրություն գտավ։ Ընթրիք, շաբաթ, 20:00։ Կօգտագործենք անձնական վերելակը։ Ֆորմալ հագուստ։ Այդ հաղորդագրության առեղծվածը նրան ուղեկցեց հաջորդ օրերին։ Ռաֆայելը մնում էր խուսափողական, նրա հարցերին պատասխանելով առեղծվածային ժպիտներով այն կարճ պահերին, որոնք նրանք կարողանում էին կիսել ընկերությունից հեռու։ Երբ շաբաթը եկավ, Լուիզան ժամեր անցկացրեց պատրաստվելով։ Նա ընտրեց նավթագույն զգեստ, էլեգանտ, բայց ոչ չափազանցված, որը գնել էր իր առաջին բոնուսով։ Մազերը, որոնք նա այժմ հիմնականում բաց էր թողնում, զգուշորեն հավաքված էին կիսաֆորմալ սանրվածքով, որն ընդգծում էր նրա դեմքի նուրբ գծերը։ Ժամը 19:45 հին Ռաֆայելի պատվիրած մեքենան սպասում էր նրա շենքի դռան մոտ։ Ի զարմանս նրա, այն նրան ռեստորան չտարավ, այլ Արարատ համալիր, նույն շենքը, որտեղ ամեն ինչ սկսվել էր գրեթե 1 տարի առաջ։ Բարի երեկո, տիկին Մենդոնսա, ողջունեց պահակը, ով ակնհայտորեն սպասում էր նրան։ Պարոն Մորեյրան խնդրեց, որ ձեզ ուղեկցեմ գործադիր վերելակ։
Դեժավյուի դող անցավ նրա ողնաշարով, երբ նա անցավ գրեթե ամայի նախասրահով, բնորոշ շաբաթ երեկոյին։ Նույն ճանապարհը, նույն փայլեցված մարմարները, նույն վերելակը, որտեղ նրա կյանքը հավերժ փոխվել էր։ Խցիկ մտնելիս նա նկատեց ինչ-որ տարօրինակ բան։ Վայրի ծաղիկների փոքրիկ կոմպոզիցիա, իր սիրելիները նրբորեն դրված ներքին բռնակին։ Կողքին, պարզ բացիկ, Ռաֆայելի անսխալական ձեռագրով։ 35 հրթարկ, խնդրում եմ։ Վերելակը մեղմորեն բարձրացավ մինչ 35-րդ հարկ, տնօրենների հարկը, որտեղ գտնվում էր Ռաֆայելի գրասենյակը։ Երբ դռները բացվեցին, նրան դիմավորեց ոչ թե այն կորպորատիվ միջանցքը, որին նա ծանոթ էր, այլ սպիտակ վարդի թերթիկներից փոքրիկ ապակե մոմակալներում մոմերից բաղկացած ճանապարհ։ Հետելով այդ լուսավոր ճանապարհին, նա հասավ Ռաֆայելի սենյակին, որի դուռը կիսաբաց էր։ Մեղմորեն հրելով այն, նա բախվեց մի տեսարանի, որը շունչը կտրեց։ Տարածքը լիովին վերափոխվել էր։ Խիստ աշխատանքային սեղանը տեղը զիջել էր մի փոքրիկ կլոր սեղանի, ծածկված սպիտակ սփռոցով զարդարված ավելի շատ ծաղիկներով մոմերով։ Մեղմ երաժշտություն էր լսվում սենյակում, նվազեցված լուսավորությունը ստեղծում էր մտերմիկ մթնոլորտ, լուսավորված քաղաքը որպես ֆոն համայնապատկերային պատուհաններից։ Եվ այնտեղ էր նա, անթերի մուգ մոխրագույն կոստյումով, նրա կանաչ աչքերը փայլում էին մոմերի լույսի տակ, երբ նա տեսավ նրան մտնելիս։ Դուք շքեղ եք, պարզապես ասաց նա, մոտենալով նրան մեղմ։ Համբուրելու։ Այս ամենը… Նա ժեստով ցույց տվեց շուրջը, անխոս նկարագրելու համար վերափոխումը։ Մի տոնակատարություն, լրացրեց նա։ Ձեր առաջխաղացման, մեր գրեթե 1 տարվա տարեդարձի, հիմնականում, այն ամենը, ինչին մենք դիմակայեցինք, վերապրելու համար։ Երեկոն անցավ ինչպես երազ։ Մասնավոր խոհարարը մատուցեց նրբաճաշակ ընթրիք, ուտեստներ, որոնք հիշեցնում էին նրանց ծագումը, պարզ ուտեստների գուրման վերաիմաստավորում, որոնք նշանավորել էին նրանց կյանքի կարևոր պահերը։ Նրանք զրուցեցին, ծիծաղեցին, կիսվեցին բուռն ամիսների հիշողություններով, ապագայի պլաններով։ Դա աղանդերի ժամանակ էր, բարդ կաթնային պուդինգ, Լուիզայի մանկության սիրելի աղանդերի բաղադրատոմսը, երբ Ռաֆայելը նրբորեն ստուգեց ժամացույցը։ Ուշանում ենք, հարցրեց նա, նկատելով ժեստը։ Ոչ այնքան։ Պարզապես ստուգում էի մի վերջին անակնկալի ժամանակը։ Նախքան նա կկարողանար հարցնել, նրա հեռախոսը թրթռաց հաղորդագրությունից։ Ռաֆայելը ժպտաց, վեր կենալով ձեռքը մեկնելով նրան։ Գնանք։ Կա մի բան, որ ուզում եմ ցույց տալ։ Նա նրան հետ տարավ միջանցք, որն այժմ մթնշաղի մեջ էր, միայն մոմերի ճանապարհը լուսավորում էր նրանց քայլերը։ Ի զարմանս նրանք չգնացին գլխավոր վերելակներ, այլ մի կողային միջանցք, որը տանում էր վերելակների կոնկրետ հավաքածուի, այն վերելակներին, որոնք բացառապես սպասարկում էին գործադիր տարածքը։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, հարցրեց Ռաֆայելը, սեղմելով կանչի կոճակը։ Ինչպես կարող էի մոռանալ։ Խցանված վերելակ, էլեկտրաէներգիայի խափանում մի հետաքրքրաշարժ անծանոթ, ում հետ ես ի վերջո կիսվեցի ոչ միայն պատահական զրույցով։ Վերելակը հասավ, դռները անձայն բացվեցին։ Ներս մտնելիս Լուիզան նկատեց ինչ-որ տարօրինակ բան։ Ոչ մի կոճակ սեղմված չէր, այնուամենայնիվ վերելակը սկսեց շարժվել, դանդաղ իջնելով։ Ինչ է կատարվում, հարցրեց նա, շփոթության հուզմունքի խառնուրդն աճում էր նրա կրծքում։ Համբերություն, պատասխանեց նա, շրթունքներին առեղծվածային ժպիտ։ Մի քանի վայրկյան անց վերելակը մեղմորեն կանգ առավ երկու հարկերի մեջ։ Լույսերը նվազեցին ինտենսիվությամբ, ոչ լիովին, ինչպես առաջին անգամ, բայց բավարար, մտերմիկ, գրեթե երազային մթնոլորտ ստեղծելու համար։ Դուք վերելակի խափանում էիք պլանավորել, Լուիզան անհավատորեն հարցրեց, զարմացած ծիծաղ դուրս եկավ նրա շրթունքներից։ Ասենք, որ ես ընկերներ ունեմ սպասարկման բաժնում, պատասխանեց Ռաֆայելը։ Աչքերը հառած նրա աչքերին։ Պետք էր վերստեղծել այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Այնտեղ, որտեղ ես առաջին անգամ տեսա ամենաարտասովոր կնոջը, ում երբե հանդիպել եմ։ Նա մի քայլ արեց դեպի նա, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Այդ օրը, այս փակ տարածքում, ինչ-որ բան փոխվեց իմ մեջ, Լուիզա։ Ինչ-որ բան, որի փոխվելու կարիքը նույնիսկ չգիտեի։ Դուք մտաք իմ կյանք ձեր անկեղծ ազնվությամբ, ձեր մարտահրավեր նետող հայացքով, ձեր ուժով, որը գալիս է այնպիսի վայրերից, որոնք ես իմ բոլոր արտոնություններով դժվարությամբ կարող եմ հասկանալ։ Ռաֆայելը նրա ձեռքերը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Մեր ճանապարհը սովորական չէր։
Մենք դիմակայեցինք հանրային բացահայտմանը, դատողություններին, խոչընդոտներին, որոնք շատ զույգերի կկործանեին։ Բայց յուրաքանչյուր մարտահրավեր միայն հաստատեց այն, ինչ ես զգացի այդ առաջին պահին։ Որ դուք եզակի եք։ Որ այն, ինչ մենք կառուցեցինք, չափազանց թանկ է, որպեսզի սահմանվի պայմանականություններով կամ ուրիշների սպասումներով։ Լուիզայի սիրտը արագացավ, երբ նա բաց թողեց նրա ձեռքերը, հասնելու իր բաճկոնի ներքին գրպանին։ Այնտեղից նա հանեց մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփ։ Ես չեմ խնդրում, քանի որ դա հաջորդ տրամաբանական քայլն է, կամ քանի որ դա է սպասվում, շարունակեց նա, նրա ձայնը ձեռք բերեց մի հույս, որը հազվադեպ էր դրսևորվում։ Ես խնդրում եմ, որովհետև այն ամենից հետո, ինչ մենք ապրել ենք, ես բացարձակապես վստահ եմ, որ ուզում եմ կառուցել իմ կյանքը քո կողքին։ Ոչ թե որպես ժառանգորդ աշխատակից, ոչ թե որպես տնօրեն համակարգող, այլ որպես Ռաֆայել Լուիզա։ Բացելով տուփը, նա բացահայտեց էլեգանտ մատանի շափյուղը, շրջապատված փոքրիկ ադամանդներով, մի դասավորությամբ, որը մշուշոտորեն հիշեցնում էր նրա դաստակին դաջված Օրիոնի համաստեղությունը։ Լուիզա Մենդոնսա, կհամաձայնեք ամուսնանալ ինձ հետ։ Ոչ հիմա, ոչ վաղը, բայց երբ երկուսս էլ զգանք, որ ճիշտ ժամանակն է։ Արցունքները, որոնք Լուիզան այդքան փորձում էր զսպել, վերջապես դուրս եկան, պայծառ հետքեր թողնելով նրա այտերին։ Այո, պարզապես պատասխանեց նա, ձայնը հուզմունքից խեղդված։ Այո, Ռաֆայել։ Երբ նա մատանին սահեցրեց նրա մատին, վերելակը հանկարծակիորեն նորից շարժվեց, բարձրանալով։ Լուիզան շփոթված նայեց նրան։ Անակնկալի վերջին մասը, բացատրեց նա ժպիտով։ Դռները բացվեցին 35-րդ հարկում։ Լուիզայի բացարձակ ցնցման համար նախկինում դատարկ միջանցքն այժմ լի էր ծանոթ դեմքերով՝ Կարինա, Կլաուդիա, երկու բաժինների մտերիմ գործընկերներ, Մարտիրոս Ալմեիդա, ի զարմանս նրա, իր մայրը, տիկին Զուլեիդա, ակնհայտորեն հուզված, ձեռքին փոքրիկ ծաղկե փունջ։ Անակնկալ, բացականչեցին նրանք միաձայն, ծափահարություններ բռնկվեցին նախկինում ֆորմալ տարածքում։ Դուք նշանադրության երեկույթ էիք պլանավորել, հարցրեց Լուիզան, դեռ փորձելով մարսել տեսարանը։ Համախոհների հետ, հաստատեց Ռաֆայելը, ժեստով ցույց տալով ժպտացող խումբը։ Ձեր մայրը ամենադժվարն էր համոզելը, գաղտնիք պահել։ Տիկին Զուլեիդան մոտեցավ, ամուր գրկելով դստերը։ Նա ինքն էր եկել ինձ տուն տանելու, շշնջաց նրա ականջին։ Մեքենա, վարորդով հանդերձ։ Քո Ռաֆայելը գիտի գործերն ճիշտ անել, աղջիկս։ Իմպրովիզացված տոնակատարությունը շարունակվեց մինչ գիշեր։ Բուֆետի փոքրիկ թիմը աննկատ հայտնվեց, մատուցելով կանապեներ շամպայն։ Երաժշտությունը սկսեց հնչել, կորպորատիվ տարածքը վերածվեց ջերմ, կենդանի բանի, լիովին հեռու սովորական խստությունից։ Ինչ-որ պահի, մինչ նա աշխույժ զրուցում էր Կարինայի այլ գործընկերների հետ, ովքեր հիանում էին մատանով, Լուիզան նկատեց Ռաֆայելին մի անկյունում, լրջորեն զրուցելով իր հոր հետ։ Բնազդաբար, նա մոտեցավ, որսալով զրույցի հատվածներ։ Բացարձակապես վստահ եմ, հայրիկ, ասում էր Ռաֆայելը։ Գիտեմ, որ սովորական չափանիշներով արագ է թվում, բայց ամեն ինչից հետո։ Ես չեմ կասկածում քո զգացմունքներին, որդիս, պատասխանեց Մարտիրոսը, զարմանալիորեն մեղմ տոնով։ Պարզապես ուզում եմ համոզվել, որ երկուսդ էլ պատրաստ եք այն ամենին, ինչ գալու է։ Կորպորատիվ աշխարհը կարող է դաժան լինել կանանց նկատմամբ, ովքեր վեր են ամուսնանում, ինչպես կասեին ամենացինիկները։ Լուիզային պետք չէ իմ դիրքը կամ մեր ազգանունը փայլելու համար, փաստարկեց Ռաֆայելը, նրա ձայնում ակնհայտ հպարտություն։ Նա կառուցել է իր սեփական ուղին, նվաճելով հարգանք իր սեփական արժանինքներով։ Մարտիրոսը դանդաղ գլխով արեց, նկատելով նրա մոտեցումը։ Տիկին Մենդոնսա, կամ պետք է ասեմ, ապագա տիկին Մորեյրա։ Լուիզան դեռ կատարյալ է, պարոն Ալմեիդա, պատասխանեց նա հանգիստ ժպիտով։ Եվ ես մտադիր եմ պահպանել իմ ազգանունը մասնագիտորեն, եթե դուք դեմ չեք։ Մենդոնսան կարևոր մասն է նրա, թե ով եմ ես, որտեղից եմ եկել։ Հավանության փայլ հայտնվեց հայրապետի աչքերում։ Իմաստուն որոշում։ Սոցիալական ազդեցության համակարգումը, անշուշտ, կշահի Լուիզա Մենդոնսայի եզակի տեսլականից։ Նա բարձրացրեց իր բաժակը աննկատ կենացի համար։ Բարի գալուստ ընտանիք, Լուիզա։ Պաշտոնապես։ Երեկույթը շարունակվեց մինչ գրեթե կեսգիշեր, երբ վերջին հյուրերը սկսեցին հրաժեշտ տալ։ Կլաուդիան վերջիններից մեկն էր, ով հեռացավ, Լուիզային քաշելով զարմանալիորեն ջերմ գրկախառնության, միշտ հանգիստ տնօրենից։
Երբ ձեզ տեղափոխեցին իմ բաժին, խոստովանում եմ, որ կասկածներ ունեի, խոստովանեց նա ցածր ձայնով։ Կարծում էի, որ դա պարզապես քաղաքական մանր էր, սկանդալը մարելու համար։ Բայց դուք ապացուցեցիք, որ շատ ավելին եք, քան այն հանգամանքները, որոնք ձեզ բերեցին ինձ մոտ։ Նա հեռացավ, բռնելով Լուիզային ուսերից։ Շարունակեք այդպես, այդ կատաղի ամբողջականությամբ։ Արաքս Հոլդինգին պետք են ձեր նման կանայք իր ղեկավարությունում։ Երբ նրանք վերջապես մենակ մնացին, Ռաֆայելն ու Լուիզան վերադարձան վերելակ, նույն վերելակը, որը դարձել էր, հեգնորեն, նրանց ճանապարհորդության խորհրդանիշը։ Մինչ այն իջնում էր մինչ ներքնահարկ, նա գրկեց նրան հետից, երկուսն էլ նայում էին կողային հայելու արտացոլանքին։ Ով կմտածեր, մրմնջաց նա նրա մազերին, որ կոտրված վերելակը հավերժ կփոխեր մեր կյանքը։ Լուիզան շրջվեց նրա թերում, ուղղակիորեն նայելով նրան։ Դա վերելակը չէր, Ռաֆայել։ Դա համարձակությունն էր, ռիսկի դիմելու, նույնիսկ երբ ամեն ինչ ցույց էր տալիս, որ մենք պետք է նահանջենք։ 3 տարի անցավ այդ ժամանակից ի վեր։ Արարատ համալիրը մնաց տպավորիչ, բայց նրա ներսում զգալի փոփոխություններ տեղի ունեցան։ Արաքս Հոլդինգի հիմնադրամը Լուիզայի ղեկավարությամբ ընդլայնվեց ազգային մակարդակով, իրականացնելով ազդեցության ծրագրեր տասնյակ համայնքներում։ Ռաֆայելը ստանձնեց իրավաբանական փոխնախագահի պաշտոնը ավագ տնօրենի թոշակի անցնելուց հետո, ընկերության կորպորատիվ կառավարմանը բերելով ավելի ժամանակակից տեսլական։ Եվ չորեքշաբթի օրվա արոտ առավոտյան նրանք երկուսը քայլում էին գլխավոր նախասրահով, կողք կողքի, զրուցելով խորհրդի հանդիպման մասին, որը պատրաստվում էր սկսվել։ Լուիզան 6 ամսական հղիության փորիկով, որն արդեն բավականին տեսանելի էր էլեգանտ զգեստի տակից, ձեռքին պահում էր եռամսյակային ազդեցության զեկույցների բանակ։ Ռաֆայելը, նույնքան պաշտոնական իր կոստյումով, նրբորեն բռնում էր նրա ազատ ձեռքը։ Վերելակներին հասնելիս նրանք ժպտացին միմյանց, համախոհ ժպիտ, լի հիշողություններով իմաստներով, որոնք միայն նրանք էին լիովին հասկանում։ Որ մեկը կվերցնենք, հարցրեց Ռաֆայելը, ցույց տալով տարբեր նույնական դռները։ Մեջտեղինը, պատասխանեց Լուիզան, աչքերում չարաճճի փայլ։ Այն մեկը, որը միշտ կանգնում է 12 հրթ 13 հրթ-հարկերի միջ։ Սադրիչ, մրմնջաց նա, թեքվելով նրան մեղմ համբուրելու։ Մինչ նրանք մտնում էին վերելակ, մի նոր ընդունված երիտասարդ ստաժոր աննկատ դիտում էր նրանց նախասրահի մյուս կողմից։ Միշտ այդպես են, հարցրեց նա կողքի գործընկերուհուն։ Միշտ, պատասխանեց մյուսը, ժպտալով։ Նրանք վերելակների հանդեպ տարօրինակ կպչունություն ունեն։ Ասում են, որ հենց այնտեղ է ամեն ինչ սկսվել։ Դռները փակվեցին, Ռաֆայելին Լուիզային տանելով դեպի մարտահրավերների, նվաճումների այն լուռ վստահությանց մեկ օր, որ երբեմն ամենաանհավանական ճանապարհներն են մեզ տանում դեպի ճիշտ ճակատագիր։